Միձեղ բարի երեկո, միձեղ բարի լույս, այսօր սեպտեմբերի 19 է, Երևանում հեղեղումներ, անձրևոտ եղանակ և ձեզ հետ է Վարդան Ղուկասյանը։ Ինչպես դուք տեսնում եք, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպիսին Երևանն է, այդպես էլ հետևություն չեն անում հեղեղումներից և ամեն անձրևի ժամանակ Երևանը դառնում է, ես չգիտեմ, տրոպիկական երկիր։ Ինչևից է, մենք անդրադառնանք մեր հաղորդման ընթացքում այդ թեմային Երևանի, բայց եկեք սկսենք մեր հաղորդումը։ Մեր մշտական անդամները Աբազյան, Անդո, Մալչիկ Պայմինի Սասուն, Վահե Ղազարյան, Արամ Հովհաննիսյան, Աննա Վարդապետյան, Արգիշտ Կիրեմեբխով, Քրիստիկ և Ռուզիկ այստեղ են։ Քրիստիկ, open the door please, այդ անգլերեն խոսանքյող հետն։ Ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Так, զինվորական դատախազ, Էլիս Բայրաներ, Էլիս Բեկյաներ, Էլիս Բայրան։ Ահա, welcome։ Սուրեն Պապիկյան, ուսուցչուհի։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ ազգաբնակչությունը, Արցախի Հանրապետության ողջ վերնախավը, Շուշիում զոհված մշակույթի տանը ոստիկանների ողջ հարազատները, առհասարակ զոհվածների հարազատները, բարեկամները, Նաիրա Զուրաբյան, են որ որը ճղում ես, ասում ես Արցախի նախագաները, և են բոլոր մարդիկ, ովքեր ինչ-որ մի ձևով իրենց ելույթների մեջ աջակցել են Արցախի նախկին ղեկավար կազմին, Դաշնակ Բոզի տղեկը, պարլամենտում նստած, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Ղախպի տղեկը, Նիկոլի ամբողջ անձնակազմ Բոզի տղեկը, վայ, և առհասարակ Հայաստանի Հանրապետության ողջ ժողովուրդը, անցանք առաջ են, անդե նստած են արդեն։ Так, Ռոբերտ Բազիկյան, KGB-ի նախկին զամմինիստրը, հիմա Պուպուլի առաջին տեղակալ, անցի Բոզի տղան։ Это Վլադիմիր Գասպարյան Բոզի տղեն, ամեն անգամ ասելով Բոզի տղա, ես սենց մի տեսակ բան եմ ալամ, ասում եմ են խեշկնիկ նիձանից հանգարց չնեղանա Տիկին Անժիկը, Տիկին Անժիկ, ես ես ենքան շատ եմ սիրում, բայց քո տղեն հոգով Բոզի տղա է, թե դու, թե քո մարդը, հոյակապ մարդիկ եք եղել, ես Սերգո պապի համար գժվում եմ, հիանալի մարդ, քո համար առավել ևս, բայց քո տղեն Բոզի տղա է, Տիկին Անժիկ, 1000 անգամ կներես ինձ։ Так, Երևանի ավականու քաղաքապետարանի, ավականու անդամ ծածեր, որ սաղ ծիծա, վերև, ներքև, աջ, ծաղ, լրիվ ծիծա, արի, ծիծ, ուրիշ օրգան չի երևում, խոշորացուց ընկնես վրեն նայեց, ուրիշ օրգան չի ընկն, ես կես մարդաթող եմ անելու քու մաման կմունեմ, դուր ամպերի, անցի նստի, ծծերը, սավա, так, Կոչուբաև, Վովայի Փաստաբան, Բոզի տղա, ինչպես նաև Նիկոլի զոմբիներին, դրանց է թողեք ներս, Գրանդ Տոբակո, Գրանդ Քենդի, Ղախպի տղեք, Նիկոլ Բոզի տղեն ստեա, Բագրատ Ղախպի տղեն տերտերներով, Սիսի Բոզի տղենի անձնակազմով, ՀՀՊՆ 32-236 զորամասի հրամանատար Արման Արարատի Ավետիսյան Գանդոն Բոզի տղեն,
Այսօր այսքանը հերիք են, հերիք։ Եվ այսպես անցնենք շատ արագ բողոքներին, որովհետև մեզ այսօր սպասվում է ծավալուն հաղորդում իմիջալոց, ես իրոք լուրջ եմ ասում, հանկարծ որևիցե մեկին չթվա թե ձև են բռնա եւ այլն, Ղարաբաղի թեմային մոտենալուն պես սրտից թույլ մարդիկ կամ շտաբօգնություն կանչեն կամ միանգամից հեռանան էկրանների առաջից։ Միանգամից շատ կարճ մենք բողոքներով անցնենք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հարությունյան, դուք եք։ Այո, ես եմ, լսում եմ ձեզ։ Երևի հասկացաք, Վարդան Ղուկասյանն եմ։ Ուրախ եմ, պարոն Ղուկասյան։ Մեր ավականին, մեր մանդատից զրկված ավականիները չնայած նրան, որ զրկվել են մանդատից, բայց այդ մարդիկ շարունակում են իրենց ազգանավեր գործունեությունը, ինձ փոխանցեցին, որ դուք ահազանգել եք քաքաջրերի, կոյուղաջրերի հետ կապված։ Մեր կոբարով խնդրում եմ ներկայացեք, ինչ է կատարվում ձեր մոտ եւ որտեղ։ Մենք, պարոն Ղուկասյան, դες գիտեք, այդ օգոստոսի կեսերին այդ դեպքը տեղի ունեցավ, ասում եմ դեպքը առաջի անգամ չի անցյալ տարի եղավ, նույնիսկ այդ տարի ուղղակի ոնց որ արտաշատով այդ մարդկանց պետք չի։ Ոնց եղել օգոստոսին դուք եթերում չասցիք, որ սենց դարչաոտությունը, մարդիկ ճանաչել են կանաչ տարած, Երևանի համար, դա բոլոր երևանցիներին է սա, ոչ մեկից փոքր, բայց ոնց որ ոչ մեկի ոչ պետքնա, իշխանավոր, ոչ որ իրանց միատ մտածում են, նույն ձև ոնց դպրում այդ գետը, աղտոտում է։ Այսինքն, ես ուզում եմ ժողովրդին բանետ հիշեցնեմ, որ օգոստոսի վերջ մենք անդրադարձել էինք Հրազդանի կիրճում պայթած կոյուղայդ մեծ խողովակների, որ քաքաջրերը լցվել էր սա Հրազդանի կիրճ։ Հիմա այդ երևույթը շարունակվում է նորից Հրազդանի կիրճում։ Դուք ահազանգել եք Երևանի քաղաքապետարան, չէ՞։ Էժգիտ մեկ վրոյին զանգել են, շրջականի ճավար զանգել են, վիոլաջուր զանգել են, վիոլաջուրի արած բանդա փորձանքն է կալգի գծին։ Վիոլաջուրն են տվական մենաշնոր, փորձմազովային դեպքերում ասում ենք իրավունք ունենք դեպը, բայց իրավունք ունենք լավացել մի անգամ ժամա, մի օրա, մի ամիս իրանք մոտ փորձմազովը, ոչ մեկի ոնց ոչ տեսքը չի, դարչաոտությունը վերցրել է ամբողջ տարածքը։ Իսկ որ հատվածում է այդ վթարային խողովակը, որ կեղտաջրերը լցվում է։ Վթարային խողովակը Մարիամեն նավ կար միացել քակեզան կամրջը անմիջապես կողքը մեծ վերքու ձերքո չես կարա նավ գետի խողովակով լցվում է կոյուղաջուրը Հրազդան գետը։ Վայ, եւ որքան ժամանակավոր այդ բանը քաքաջրերը լցվում է Հրազդան գետը։ Դա օգոստոսի 15-ի կողմերը 16-ի մինչև այժմ։ Այսինքն մի ամիս է այդ կեղտաջուրը տենց հոսում է եւ Երևանի քաղաքապետարանի խեռին չի։ Դա բավական չէ, ստեղ զորում իցիչ մի 100 մետր ներքև նասոսի պոմպակայան մեծ կա։ Դրա կողքից օրբելի վերևի շեմանիշ կանալիզացիոն միատել այդ կողմից են բաստորը։ Ոնց որ բան, թշնամիլն են, թուրքերը հայերին երևի ջերմուտի գլխի նստած ստեղծել բաց չեն թողի ներքև, ինչ է հայ վրա է անում։ Լավ ինչ է ասում, քաղաքապետարան բոզի տղեն ինչ է ասում։ Չէ,
Մանովում զանգում են վիոլաճի վրա են վարտու վիոլաճունը լիստանցը հարկագործին գնաց ասել ձերը բռնեց ասեցի չետանում կարծի վերջացում են գնան նորմալ վիոլաճի մելակը ասում վթարը միամիտ վթարը կամ միամիտ դրսում եք հայ այստեղ ոնց իրանք դուք մարդիկ եները խեչել հոտը ամբողջ տարածքով մի օր Չէ, մերոնք այցելել են, մանդատի զրկված ավականներ են այցելել են, նկարեցին գարշահոտություն ամեն ինչը, մեզ ուղարկեցին եւ եղավ, շնորհակալություն ձեզ, մենք վաղը կփորձենք կապնվել վիոլաջուր։ Ուրիշ տարբերակ չկա, ոնց որ հասկանում են, երևի դուք մի բան անեք, այդ վերջ տրվի սրանից, ես բան չեմ պատկերացնում, ոնց կարելի անել Եղավ, համբերություն ձեզ։ Շնորհակալություն։ Ուրեմն ես վիոլա ջերի տունում տեղը կծծնեմ, բարից ամենաբուն իմաստով իա ղեկավար կազմով, եթե վաղը վիոլա ջերի ողջ անձնակազմը այդով է որ զբաղվում է բան վթարներով, ուրեմն մի ամիսա այդ կոյուղա ջրերը Քաքաջրերը լսվում են Հրազդանի կիրճ, մի ամիսա։ Այս մարդիկ մեռան քաղաքապետարան, խեռապետարան եւ այլն, զանգ, խեռներին չի բացարձակապես Երևանի քաղաքապետարան բոզի տղա հիմնարկը զբաղված է ավականիներին, ընդդիմադիր ավականիներին, մանդատից զրկելու։ Իսկ Երևանի քաղաքապետ Սիսի բոզի տղեն գացերա Դուբայ կոռումպացված կաշառքի փողերի լվացման հարցերով գնացել է Դուբայ շավող աղբենել Ամերիկայից հետա եկե, որ իրանց հարցերը լուծեն, փողերը որ բանկերում տեղավորեն։ Քո նման ազգային անվտանգության պետը Աբազյան Լակիրովնի դագաղը մտնի սաղ ընտանիքով, սաղ են Բոզիս տղեկնել են հանրային ձայն բոզիս տղեկը ինտերվյու են տալը ասում է Վարդան Ղուկասյանին դոգին մայր Հայաստանն է աջակցել լավ արե բա մորը ծծասնեմ ընդդիմադիր է իր մթոմ լրիվ կապը ընկեր հանրային ձայնի բոզի տղեկ բա մայր Հայաստանը խոմ ձեր նման բոզի տղեկին չէր աջակցելու մայր Հայաստանի ժողովուրդը իշքաներ խեռում եմ ես դրանց լիդերին Все-таки մի քիչ ուղեղ ունեն, հասկանում են, հասարակ պարզ ճշմարտություն։ Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է։ Քո նման, Արտակ Գալստյանի նման, դրա այդ բոզի տղա աղբոր նման, եւ ձեր նման խո բոզի տղեկ էլ գոյություն չունեն։ Բայց նրանք հասկանում են, որ Եթե ինչ-որ մի բան ուզում է Սիսի ասածը չպիտի կատարվի։ Ոչ թե հանրային ձայնի սաստավի նման գնաց է մտել են Սիսի ձվերի տակ ու ձվերն են լզում։ Մայր Հայաստանի այն մյուս ֆրակցիանով այնտեղ ինչքան ավականի կա, հենց այս առաջի ավականի նիստի ժամանակ Վահան Ավագյան, ով նայի աշկերիդ մեջ, ով նայի, ավտոմատ հասկացի, որ քեզ նայողն ասում է բալեքիդ, մամայիդ, պապայիդ Կանգատ ծածացնեմ, բոզի տղա, այդ անշանակը, ով նայեց աշկերիդ մեջ, ով նամանավանդ, ով նայեց աշկերիդ մեջ ու կմծիծաղ տվեց, ուրեմն նշանակում է մեռելների տել, այդ սաղ, Գերդաստանով, ով կա հանրային ձայնում, այդ սաղ ընդդիմադիրներ, ովքեր որ այսօր հելե Սիսի են գարլխում, այդ մարդիկ հասկանում են, որ Սիսին բոզի տղա է, և դրա վառապացուցը, դաժե քպականներն են գրել են, Քպականները նամակ են ղրգել Վարդան Ղուկասյանին։ Ինչ են ասում, կարդանք։ Սիսի վերաբերյալ, ուրա հիմա Սիսի բոզիս տղեն։ Լրիվ պատահական զուգադիպությամբ պարոն Ղուկասյան պարզվեց, որ Սիսին իր ամենամտերին վարության պետերից մեկի հետ նույնպես բացակայում է հանրապետությունից կարճ ժամանակով։ Աբաս, քաքեն բերանդ։ Սակայն ուղղությունը հայտնի չէ։ Կասկածներ կա, որ Սիսին Դուբայում կամ Դոխայում հանդիպելու է ԱՄՆ-ից վերադարձող Շավարժ Գրիգորյանին, այն մյուս բոզիս տղուն, որպեսզի քննարկի սև հաշվապահության հարցերը, որոնք գաղտնալսված լինելու վախից Երևանում չի քննարկում։ Նա ունի կոռուպցիոն այլ հանդիպումներ, որոնք նախընտրում է անել արտերկրում, փողի փոխանցումները նույնպես դրսում են արվում արձերն, իսկ կոկայինի դոզաները ու օրգանները նույնպես հարմար են դրսում աշկից հեռու, քանի որ այստեղ բոլորը գիտեն, որ ինքը հանգստանում է Սևանում, բայց խույր արտասահմանա։
Սիսի հետ արտեկրա բիզնեսներում ակտիվ համագործակցում է ավականու անդամ Նուարդ Էմպորնիկը, այն որ ասում է մերոնք վանից են իրանց հարստությունը բերել։ Նուարդ Վարդանյանի ամուսին Ստյոպիկը, ով մինչ այդ ընդամենը միջին եւ ցածր մակարդակի գործարար էր, բայց ի շնորհիվ Սիսիի լավ դզվել է, իսկ Նուարդ արդեն կրում է միայն գերթանկարժեք բրենդնի, это դարելա սիրունդլոջ։ Բավականին զգուշավոր Սիսին արտերկրում Ստյոպիկի միջոցով հիմնում է կազմակերպություն, տնօրեն նշանակում իտալացու կամ գերմանացու եւ Հայաստանում մեծ բիզնեսներ են առնում, օրինակ վերջերս լուրեր են շրջանառում, որ Սիսին ուշադրություն 17 միլիոն դոլարով առել է Երևան Golden Tulip հյուրանոցը, տնօրեն նշանակել մի գերմանացու, իսկ կառավարումը փաստացի անում է Սիսիի նախկին օգնական Վարակ Սիսերյանը, եթե մի մարդու անունի Վարակ։ Հետգրություն, Սիսին վախենում է Նիկոլից, գիտի, որ անկանխատեսելի է եւ իրեն չի խնայելու։ Արամիկի գործն էլ բգին կանգնած, շատ լարվել է իր եւ Արամիկ Ազատյանի հարաբերությունները, պայթելու վտանգ կա։ Արամիկ Ազատյանին ես վաղուց եմ խաբար գրգե, վաղուց։ Այդ արաբկիրի թաղապետի, որ տղա ջան, քեզ դոմփելու են, հայատ չիչած, բանակ շծառայած, նարկաման, անինքնասեջ, բոզի տղեկից, տղա ջան, հեռու մնա, ասել էի, on сказал, Великий Մագդու, մենք ասինք, մենք լսանք, վերջը դուբլին ճամփին, իսկ Վահանի նման պորնեկի տղեկ հələ խաբար չեն, որ ասում է, все у вас впереди, как говорит Владимир Владимирович, у предателев нету долгой жизни, չգիտեմ, հասկանում եմ բոզի տղեն ռուսերեն, չհասկանում, խերիս, եւ այլն, անես որ հəլեմ հայտարարում են, Վարդան Ղուկասյանին աջակցում է մի փոքր, մի այսքան ուղեղ ունեցող մարդ, որը շատ քիչ, գոնե 5% հասկանում է քաղաքականությունից, ինքը պիտի ասի մի րոպե, այսօր եթե ես ուզում եմ, այս ինչ համատեղ աշկս է, այսօր եթե ես ուզում եմ իմ մի թշնամուն ծածցնեմ, մյուս թշնամով, ինչի չպիտի անեմ։ Ինչի չպիտի անեմ, միայն կոռուպցիայի, կաշառակերության, հանուն փողի քաղաքապետարան մտած բոզիս տղեկը, ինչպիսին հանրային ձայնը, մենակ դրան կարան, որ ինչ Սիսին ասյալ է, որովհետև Սիսին մամային կծածացնեի, եթե հանկարծալի ու Սիսիի դեմ թպրտա, իսկ հեղեղաջրերը մենք տենում ենք, այս պայդրությամբ ինչ կատարվում Երևան քաղաքում, Աբովյանում ևս իմիջիալոց գրում են մեզ, և ասենք, որ Հայկ Մուրադյանը հեռացվեց պաշտոնից հերթական կաշառակեր բոզի տղեն, իմիջալոց, Սիսիի պեսեն պաստորեն ձորագյուղցի վրեժի տղա Ազատիկնա, Սիսիի քվորը դոմփամա Ազատիկը, ես չգիտեի, մարդիկ էլիս գրում են ասում են Ազատիկը նարկամաննա, մի այլ տիպի բոզի տղայա, մենք կանրադառնանք Ազատիկին ևս, Պապայով, Նաֆարով եւ այլն, Քանի որ գնաց խոսք Երևանի քաղաքապետարանից, Անգամից ես մտնենք, դուրս գանք, մեկը չվրանք, հետետանք, Երևանի քաղաքապետարանը կա ծծեր, են որ ծիծա, են որ սաղ ծիծա ու ծիծա, ծծից էնկո նիչիվո նետու երեք պատաման տիկտուկ եմ թերթեմ, Ուրեմն մի հատ երկայ, ես քեզ վարդեր բերեմ, այն որ ես ասում եմ, ես քեզ վարդեր բերեմ, տանեմ մեր տուն ծծցնեմ, ես ուղղակի դա պատահական էր, ինչ է, այսինքն պատահական եկա, բայց այդ բանին զանգ եկավ, այդ հատված այդ TikTok-ը բն կորավ, այդ երկի երկողներ, այդ երկի կատարողներ, թե մի հատ լրիվ ուրիշ անուշ ապերեր, վերցրել էր այդ իմ ասած արտահայտությունը, ես քեզ վարդեր բերեմ, տանեմ մեր տուն ծծցնեմ ու երգում են, ընեցել լավ էր ստացել, օրիգինալից լավ, բայց ցավոք սրտի զանգ եկավ ցռին, ցպնին, այդ հատվածը ես կորցեցի, թե չէ մեծ հաճույքով կդնեի Telegram։ Ես ինչի հիշեցի այդ երգը, որովհետև մենք անդրադառնում ենք ծծերին։ Ուրեմն, հետո բացահայտում, դարի բացահայտում, բանից պարզվում է, ինչքան ծծերը շինվե,
այդ անցյալում այդ սաղ ծծերի շինողները հատ կապի են դուրս եկել ցավոք սրտի մոռացել եմ այդ տղայի անունը բայց մյուս հաղորդմանը խոստանում եմ անպայման ասեմ մի րոպե հիշա ջերմուկ խանութ կա ջերմուկ եթե չեմ սխալվում Արշակունյաց Բողոկտայի վրա այդ խանութի տիրոջ տղաներին ես անդրադարձել եմ դրա տղերքից մեկը ծծեր զինվոր ժամանակ հորից գողացած մեքենայով իա բանակային ընկերոջ հետ բանակային ընկերոջ անուն էլ կհիշեմ Էդ էլ ավտոյի ռուլին նստած գալը մեր սամավոլկա քեզ վերցնում էր ավտոյի հետևը ծծցնում էր բայց ցավոք սրտի այդ ժամանակ այդ երկը չկար ես քեզ վարդեր բերեմ տանեմ մեր տուն ծծցնեմ այդի չկար այս դեպքում ավտոյի մեջ ամենայն մանրամասությամբ ինչքան յոբր ունեցել ես անուն առ անուն այն որ կա Вспомним их имена. 41-ից 45 լանավոյը ծծցանիքես լանավոյը մեռավ ափսոս այդ մարդը օֆիցերը ֆիլմի մեջ էր նկարել այ որ այդ ասում էին вспомним այդ անուն առանուն քո բերթում նստած մարդը պիտի իմանա ովքեր են քեզ ծծցել ագարկա կնոպկա է սխմա ես քո մաման եմ քունելու բանից բարձվմա ծծերը այնքան խերի մեռած էլ Հայաստանի Հանրապետությունում խեր չի մնացել խեր ազատության մեջ գտնվող այն որ սենց ընկնես խոշորացուցով էլ չի էդի մենա խոշորացուցով պիտի մանգած պլորի պլոր պրոստը որ սա Հայաստան որցա ում խետա կապնվերա Վազգենի քուր բոզի տղա Այդ տղա Արմեն Գրիգորյան Ովի Արմեն Գրիգորյան Արմեն Գրիգորյան կալանավորի Արմեն Գրիգորյան Այս 8 տարուց ավելը 10 տարի բերթերին փդմա բերթերը 8 տարի փդելա Ռուսաստանի բերթերը թուրք սպանել համար մարդասպան կապ չունի հետո մասպանել 8 տարի հետո էքստրադիցիային արի Հայաստան հիմա էլ Չոբանքյարայա Էլ ազատության մեջ մարդ չկա ծծերը ամուսնացել է Արմեն Գրիգորյանի հետ Ում քուրը աշխատում է Երևանի քաղաքապետարանում Արմինկա Գրիգորյան Էս էլ է ագարկա Արմինկա Գրիգորյան այո Ուրեմն Էթմա հասնումա Չոբանքյարա ամիսը մի քանի անգամ Չերես ռեշոտ կաշ Ճաղավանդակներից սեքս անելի ծծեր Ես մի բան եմ ուզում հասկանամ Ես Արմեն Գրիգորյանի առնանդամը ինչի հետաքրքրեմ Բայց պրոստը ինձ հետաքրքրում է այդ քանի սանտիմետրանոց առնանդամը որ չերես ճաղավանդակ ծծերի ծծերը ավելի մեծա քան Արմեն Գրիգորյանի խեր Հիմա կամ Արմեն Գրիգորյաննա չերես ճաղավանդակ ծծեր կողում, բայց հաշվի առնելով ծծերի բդեր, ծծերի կարող է այնքան որ Արմեն Գրիգորյանի խերից ընդամենը մի հատ գագաթի կա մեր մուտ գործում ծծերի դլոյջ, բայց այնտեղ էդի մտի չմտնի, պոխույ, էդի ոնց որ բանը, ինչ ասեմ, հրազդան, Դիլիջանի թունելը փորձես մցնել ինչ Սամակատ, էդի թունելի համար ծանաբերվությունը, չէ, ծծել Հիմա ինձ հետաքրքիր է, այդ գողական տղեն, ով արմավիրում, որ զաքսավորվել է դարել է սկնիկը, ագարկա Քո ծծերը ծծելուց ում է հիշում, եթե չհիշում ասեմ, թող հիշի ջերմուկ խանութի տիրոջ տղուն Հեսա ես ամյուս հաղորդմանը անվանական, որ ծծերդ դրել ես դրա խերի վրեն ու կաչայի տեսար է, այսօր քո ծծերը էդի է ծծում, բա գողական տղա է, արմավիր քերակատարողական հիմնարկի անուշ ապերները դրա մասին ուզում եմ հասկանամ, խաբար են թե խաբար չեն, որ ձեր մոտ նստած կալանավորնին, ագարտի հետ ամուսնանալի ու Վազգենի քվորից բռնած, ծվերատակով ջնայց Վազգենի քուրը եթե ունի կնիկ, իհարկե ունի, թոյմանա որ Արմինկա Գրիգորյանն էլ ծլիկով Վազգենի քվորնա ծծցնեմ, թեյմայինի ախր Վազգենի քուրը ինչ ունի որ դրանով ծծցնի, ամբողջ Երևանի քաղաքապետարանը բանա, սեքս բազար,
Ով խասնելի, տանելի, բենելի, ծծցնելի, կնոպկա էիր սխմում, ծծեր։ Վահան Ավակյանի, տունդ քանդելու է մագարկա, քո մարդը կախվելու է կամ քեզնից բաժանվելու է, բոզի տղա։ Անուն առանուն, վսպոմնիմ իխ պայմյոննա։ Մի րոպե, էդ հատվածը ուր է։ Connected to Galaxy S22 Ultra. Connected to Gardens S23 FE. Вспомним всех поименно, горем вспомним своим. Այս է տնելու է, вспомним их поименно, անուն առանուն, никто не забит, ничего не забито, այս երաշտության տակ կարդալու եմ յոբրների ցուցակը, ամիս ամսաթվելով օրերով, ու քո մարդը կասկածելու դեպքում, պիտի վեկալի հաթած զանգի սաղին ասի ճիշտ որ իմ կնկան ծսցրել է, ասելու հա, 06-ի մեջ, քուչում, կաֆեներում, բարձեզներում, սաունաներում, մոթելներում, բարդակներում, քուչեք անուն առանուն, ոտնք այս կարդալու եմ ցուցակը քու մամակում եմ։ Просто был выбор у каждого. Я или Родина. Կեթաս կոմ կքվյարկես։ Մարդիշկան պիտի խերին կարոտելնի, որ գնա ամուսնանա դատապարտալի հետ, որը որ չգիտես երբ դուրս կգա։ Ազատության մեջ խեր չկար։ Սա խերերը փագեին, նեմա։ Ուր այն կռան քենզի խերը գլուխը։ Ուրեմն այսքան իմ խերելուց հետո երկու աղբեր որոշել են ասեն մենք լավն ենք։ Այդ փդած շոկոլադնի, այդ խոտը մեջը լցած սիգարետնի, այդ նեղած բան քաղցրավենիքներ եւ այլն բացել են բարերար կետեին նոր հարթակ եւ ուզում են զբաղվել բարեգործությամբ։ Ուրեմն Grand Tobacco Grand Kenzie Ես այսքան ժամանակ ձեզ ոչ մի բան չեմ խնդրել։ Ես չգիտեմ դուք եկեք գնացել եք այն Արտակ Գալստյան Բոզի տղու մոտ, ինչ եք տվել, ինչ եք առել, ինչ շփումներ եք ունեցել, գնացեք ինչ տվյալներ եք հետ ուզեք։ Ուրեմն ես մի բան խնդրեմ։ Իրոք հումորը հումոր, լուրջ բանը լուրջ։ Դուք ոչ մի բարերարությամբ մի զբաղվեք։ Մի զբաղվեք ոչ մի բարերարությամբ։ Դուք ուղակի տվեք արժանավույնս աշխատավարձ ձեր թութունի ցեխերում աշխատող կանանց, որից յուրաքանչյուր երրորդը տարապում է քաղցկեղով, իսկ յուրաքանչյուր 5-րդը ընկնելու է ռակ մոտակա մի քանի տարվա մեջ։ Դու ժողովրդի վրա ժամկետնած, փդած ու ворտնած քո շոկոլադները մի բեր ծախի եւ քաղցրավենիքները։ Քո զավոդներում, գործարանում աշխատող բանվոր դասակարգին տուր նորմալ աշխատավարձ, քո բարերարությունը քո ворը կպնի, քո ворին կպնի, քո գլուխը մտնի եւ ինչ ուզում ես աս մի արա։ Գոնե անենց արա, որ ես չգիտեմ Նիկոլի պաշտոնավարմանը ինչքան է մնացել, բայց հաստատ մաքսիմում մինչև 2026 թիվը, եթե այս բոզի տղեն ապրավ։ 2026 թիվը մինչև, նորից եմ կրկնում, որ հետո երբ որ Նիկոլը գնաց, եկավ Վարդան Ջուգաշվիլին, որ գոնե ինչ-որ մի ձև ասես Պարոն Ղուկասյան, տեսեք, դուք մի տարի առաջ, 6 ամիս առաջ որ բան էիք խնդրել արժանավույն աշխատավարձ, ես ձեր խնդրանքը կատարել եմ, ես բանվոր դասակարգի աշխատավարձը բարձրացրել եմ 50-70%-ով, խնդրում եմ, մեզ մի սրընկացրեք, որ գոնե խոսալու տեղ ունենաք, երկու աղբեր, մի արա բարերարություն, ոչ մի բան մի արա, գնա քո բանվոր դասակարգին պահի,
աշխատավարձները մինիմում բարձրացա 70%-ով, մինիմում, որ հետո, երբ որ քեզ իմ սպեցնազը բերի իմ մոտ, բերանք սիվայր, դու կանանաս խոցալու տեղ ունենաս, հասկանում ես, դες առանց վիրավորանքի, ինչ հետևություն կանի Grand Tobacco-ն և Grand Candy-ին, արդեն թողնում եմ քո բանը, ոնց են ասում, խղճին, ու հետո չասես, մեզ շանս չէիք տվել, հիմ եք բանից զգուշացրեցի, հետո մենք կհանդիպենք, ուրա, բանը մամուլում շրջանառվում են լուրեր, որ Վլադիմիր Գասպարյանի գործը պիտի վերաբացվի, veranayvi եւ իր փաստաբանները ձգտում են հասնել նրան, որ Վլադիմիր Գասպարյանը արդարացվի։ Ես չեմ զարմանա, եթե Վլադիմիր Գասպարյանը արդարացի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում մենք տենում ենք դատարանների վիճակը, դատախազության վիճակը, դատավորները դատի ժամանակ քնում են, դատավորները դատի ժամանակ սեքս են անում արդեն, Հանրապետությունում բարդակ է, ընդ գործը փակում են, ընդ վերաբացում են, մարտի 1-ի գործը նորից բացել են, այսինքն ինչ-որ ժողովրդին դրած գժիտեղ ման են տալում, տուդի սուդի, դատում են, հետո արդարացնում են, հետո դատում են, բայց մարդ չի նստում։ Բայց ամենահետաքրքիրը նա է, ես ուզում եմ, որ Նիկոլի զոմբիները բանը լսեն, Ալեքսանդր Կուչուբաևը դա այն փաստաբանն է, ով բանը Լովիկի Մուսկուլնիի փաստաբանն է, Վովա Գասպարյանի փաստաբանն է, Ռոբիկականների փաստաբանն է, Նիկոլա Խալեշով, ինչ ասես ասում է, լավ անում Նիկոլ Խալեշելուց։ Բայց խնդիրը նա է, որ վերջինիս կինը Լուսի Արուշանյան Լուսի ուր այն գնելիքը չի եկե Ես էլ ուղարկեք այդ գնելիքին, որ հարփած դոզի տակ այդ սիֆիլիսիկը մտեղ խոսում էր գիրքը դոշին խփած զամ մինիստրից, կա նաև Լուսի Արուշանյան, փաստաբանի կինն է Ալեքսանդր Կուչուբաևի, явный ռոբասերժական չէ, որի կինը աշխատում է ևս արդարադատության նախարարությունում։ Այսինքն, այսօր մենք տենում ենք, որ արդարադատության նախարարությունում աշխատում են բոլոր այսպես կոչված ընդդիմադիրները, բոլոր, սկսած մինիստրից, վերջացած են ամենաներքևի վարության պետ, լրիվ կամ ռոբիկական են, կամ սերժական են, կամ պրոստը խլշում են Նիկոլ։ Ու բացահայտ, ու այդքանից հետո ընկեր Նիկոլի Արգիշտը, Աբազը, ինչեր անունեց, բանը Սասունը եւ այլն, ոչ մեկ հետևից չեն հետում։ Ասենք, դուք պատկերացնում եք այն թվերին Սերժիկ Ռոբիկ բան խլեշեիր եւ աշխատեիր պետական համակարգում, կլներ չերելնի։ Այսինքն հիմա մենք ակնհայտ օրորի համոզում ենք, որ պետական համակարգը Նիկոլինը չի, պետական համակարգը նախկիններինն է։ Նիկոլը ընդամենը նստած է վարչապետի աթոռին, սա էլ որպես տեղեկատվություն այսպես կոչված ընդդիմադիր զոմբիների համար։ Նորից եմ կրկնում, Լուսի Արուշանյան, զոմբի գնել, գնա արդարադատության նախարարություն։ Ու Նիկոլի մակարդակը էն է, մակարդակը, որ ինչ ասում է ոստիկանության գեներալ դառնալու համար բարձրագույն կրթություն հարկավոր չէ։ Ես այդ պահը լսում եմ եւ չեմ հավատում, որ ես դա լսում եմ։ Մարդն ասում է, եկել է 8-րդ դասարանի կրթությամբ գրել, պրոստը գրել, չիմացող մարդուն, բերե սարքել ենք ոստիկան, բարեք։ Ինքը եթե վաղ ուզում է դառնա թաղային, նորից եմ գնում, գրել չիմացող, տառերը չի ճանաչում։ Ասես գրի, տառը չիմանա, չ, որը գրի։ Էթում բան ոստիկանական ակադեմիա իբրթե մի 2-3 ամիս, չգիտեմ, դաս հալսեմ, ինչ հալսեմ, կապավա տալեմ, էթում դառնում է թաղային։ Ուզում է դառնա օպեր, եթե լավ բջոտա, լավ ակարեմ բոզություն անի բամա, ուրեմն վсё, էթում այլի 2 ամիս վերապատրաստվում է, էթում դառնում է օպեր։ Ու նայում ես, ասում ես, եւ սա խոսում է երկրի վարչապետը։ Այ բոզի տղա, խի օպերը մենակ ստից ընդե վազի, բան լսի,
մարդ բռնի, այդ օպերը պիտի կարանա տեղեկանք կազմի։ Այդ օպերը պիտի կարանա զեկուցագիր գրի։ Այդ օպերը պիտի հասկանա օպերատիվ փետրողական գործ, նախնական օպերատիվ փետրողական գործ, OPG, MOPG, էդի հասկանա։ Թուղթ ու թանակի հետ հասկանա, գրել տարաճանաչություն իմանա, իրավաբանություն գոնե մի քիչ իմանա, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Օպերը խոմ զուտ բոզություն անող չի կամ բռնողը չի, այ տուպոյ բոզի տղա։ Ուտես մարդը կարավաղը դառնա, հա, բան, քրականի պետ, որ չգիտի ինչա նշանակում գաղտնի փաստաթուղթ, զեկուցագիր, OPG, MOPG, դեն, հա, քրական գործ, հոդված, եւ ինչ իրավունք ունի, ինչ իրավունք չունի, հետո դառնա օպեր գծով տեղակալ, հետո Սմա ոստիկանության գեներալ դառնալու համար բարձրագույն կրթություն պետք չի, մարդիկ գնում էին երկու բարձրագույն էին սովորում, որ դառնան գեներալ, Կոչում ստանան գենը, դու գնդապետի կամ փող գնդապետի։ Այս բոստոն ասма չէ, մեզից այս մարդիկ պետք չեն։ Մի երկու ամիս կեթա կվերապատրաստվի, կլինի թաղային, մի երկու ամիս կեթա կվերապատրաստվի, կլինի օպեր։ Դրա համար էլ Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունը վախտում է։ Այս պորրիկներ հենց ասում եմ, մաֆան դեպքերը իջել են։ Ոնց համաֆան դեպքերն իջ է, չես հասկանում։ Ոնց է նարկոտիկի շրջանառությունը իջ է, չես հասկանում, երբ որ ամբողջ հանրապետությունը ավտովթարա, զոհերեն, սպանոցի, գյուլոցի ու նարկոտիկներ գմփամո։ Աննա Վարդապետյան ագարքեն ասում է, իջ է լավ, անցած տարվա համեմատ։ Որովհետև ես էլ անգրագետ։ Ես էլ անգրագետ։ Ինչքան է որ համասարան է սովորել։ Բայց համասարն ու սովորելու ժամանակ ուշկումի թերևի այս մի գյադու բդերն ա եղե, այն մի գյադու մուսկուլնին ա եղե։ Չնայած խիստ կասկածում եմ, որ իրավաբանական ֆակուլտետում եղել է մուսկուլնի։ Առանց կրթության ասում է գեներալ, վերջացավ։ Ընկեր Աբաս, ընկեր Սասուն, խեն մոռանում անունը չգիտեմ։ Ուրեմն զանգահարում են բիզնեսմեններին, գործարարներին հետևյալ հեռախոսահամարից 055 900 262 Անդո գրի տավարի ցավ 055 900 262 Այս հեռախոսահամարի օֆիսը գտնվում է Էլիտ Պլազայում Ասում են բարև ձեզ, դուք ունեք պետությանը բանկերին պարտք, ասում ունենք, ասում եթե դուք ցանկանում եք հարկայինին պետությանը կապ չունի, մենք ձեզ կարող ենք տանել սնանկության, համեցեք մեզ մոտ և մենք ձեզ կտանենք սնանկության, դուք ընգած ձեր Նիկոլ շիզոֆրենիկ բոզի տղեն Փողավոր վեգալը մադրսից, վարկ, Են դեպքում, երբ որ պետությանը պարտքեր ունեցող բիզնեսմեններին, նստած ինչ-որ մի հատ կազմակերպություն, ասում եթե դուք չեք ուզում պետության հարկերը վճարեք, եկեք մեզ մոտ, մեզ կվճարեք X գումար, և դուք կդառնաք սնանք։ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերգծով տեղակալը, ով ապրում է Դավթաշենում, են Միկոյան 64 շենքերում, որը որ այսօր եկու ծնելու են բիզիմդիչ։ Ինչով ազբաղված, խիչի գնում ես հեռախոսահամարի հետևից ես օֆիսի, ասի դուք ով եք, բոզի տղեք, որ զանգում եք մարդկանց, ասում եք մենք ձեզ կսարքենք սնանք։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունում դատարանները աշխատում են պետության դեմ։ Որ փաստորեն ինչ-որ մի հատ կամպանիա կարա գա մտնի դատարան, բերի կեղծ փաստաթղթեր, դատավորին X գումարը տա, դատավորն ասի դուք պարտք եք պետությանը 1 միլիարդ դրամ, օքեյ, Չագուջը զարգմասը X group կամպանիան չի կարող վճարել պետության 1 միլիարդ դրամ հարկը, որովհետև սնանկա, դե գնա մարսի, վերջ։ Սա ազգային անվտանգության խնդիր է, թե չէ, պարոն Աբազյան։ Բա ուր եք դուք նայում։ Ում եք բռնում, կամ вообще դուք մարդ բռնում եք, թե չեք բռնում։ Սաղ Երևանի քաղաքապետարանը քնձխ հանրային ձայն ավականիներից բռնած զբաղված են կաշառակերությամբ, հողեր սեփականաշնորելով, ապօրինի շինթույլտվություններ վաճառելով, ինչի չես բռնում, բոզի տղա։ Ինչն է պատճառը։ Ինչն է պատճառը, քո քաղաքապետը գնացել է
Երկրից դուրս ինչ անամ, այդ ինչ դոլարների հետևից է գնացել։ Շավո բոզի տղունքի չես բռնամ։ Դուք հասկանում եք, որ սա ձեր գործողությամբ ազդում է ձեր վարկանիշի վրա։ Նիկոլ այդքան բան ջոգում է, թե չի ջոգում։ Թե բոզի տղեն դեղերը նորից չի խմել։ Սուրեն Պապիկյան 32-236 զորամաս Ռազմական ոստիկանություն մենք կզանգենք հեսա մի քիչ հետո։ Ուրեմն հրամանատար Արամ Արարատի Ավետիսյան Գողանոմա զորամասից դիզվառելիք եւ բենզին զորամասի հետևի մուտքով, հատուկ բացված մուտքա, այդ մուտքով։ Օգտագործումը թմրանյութ էր, զորամասի հրամանատարը նարկոտիկի ազդեցության տակ, օրը 24 ժամ։ Խնդրեմ, առաքես բանակ։ Որի վերաբերմունք անձնակազմի նկատմամբ։ Քմահաճույքային, ինչ օրենք, ինչ բան։ Պահումա անձնակազմին արտաժամյա դրա համար չվճարելով զինվորական դատախազ Գանդոն, դու լսում ես։ Ունի սիրուհի Նելի անունով, սրա բանկնիգը մի օր խորհուրդ եմ տալիս Արման Ավետիսյանի կնգան, մի օր սուսուփուս քշի գահասնի Մարտունի իրիգունը ժամը 9-ից հետո։ Եվ եթե կարա ներթափանցի զորամասի տարածք եւ տենա, որ իա մարդը կաբինետը գլգլեյա անեմ Նելի անունով զորամասում շմե դլոկա այդ դլոյի դիկինջան ձեր ամուսինը ձեզ դավաճանել է մյուսը տեղի ռազմական ոստիկանության համար Մարտունա ես չգիտեմ ով է Մարտունա պետը բայց հուսով եմ ինձ լսում է եւ չի ցանկանում որ ես մտնեմ իրանց տուն այս Արման Ավետիսյան Գանդոն հրամանատարը Սարից մի ժամանակ առաջ զինվորական մեքենա խանտերով բանը շուրեր եկե ճիշտ է։ Դուք տվեցիք նոր մեքենա, ընկեր Սուրեն Պապիկյան։ Նոր մեքենա տել Patriot մարդը տարել է X ժամանակ առաջ մեքենա խփել է, բայց դրա մասին ոչ մեկ չի իմացել։ Ինչի է շուր եկել, ինչի է մեքենա խփում, որովհետև քո հրամանատարը գտնվում է թմրանյութի ազդեցության տակ, օրը 24 ժամ։ Առաքես զորամասի հրամանատար։ Մե բոզի տղա։ Մենք հեսա սրանով բան կանենք, կահազանգենք, մի րոպե ես մի վարքյան, ահա։ Մենք տվել էինք մի ամբողջ ցուցակ ռազմական ոստիկանությանը անձանց ցուցակ, որոնք ազատվել էին պարտադիր զինվորական ծառայությունից գումարով։ Ասեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շարունակում են ահազանգել մեզ եւ ասել պարոն Ղուկասյան, էս էլ չի ծառայ, էս էլ չի ծառայ, էս էլ չի ծառայ, էս էլ չի ծառայ։ Ու դրանից հետո Նիկոլ Փաշինյան բոզի տղեն ինտերվյու է տալում, ասում է երեխեքին վեկալում են, երկրից փախնում են։ Փորձում է մեղադրել այն քաղաքացիներին, որոնք վերցնում են իրենց երեխաներին եւ հեռանում են Հայաստանի Հանրապետությունից։ Բա դու պետություն ես, բոզի տղա, դու ինչ ես անում, որ դրանք չհեռանան։ Հիմա եկեք մի հատ զանգահարենք ռազմական ոստիկանություն, տանք մի հատ ցուցակ եւ շարունակենք։ Մայոր Մկրտչյան, բարև ձեզ։ Մայոր Ղուկասյանն է։ Երևի հասկացաք արդեն ես խեմ զանգ է, խնդրում եմ վերցրեք թուղթ ու գրիչ։
Ուրեմն 32-236 զորամաս քաղաք Մարտունի։ Հրամանատար Արման Արարատի Ավետիսյան։ Ոնց։ Արման Ավետիսյան, կամանդիրը։ Զորամասից գողանումա դիզ վարելիք։ Զորամասի հետևի մուտքով, սիստեմատիկաբար։ Ոչ, գրեթե մշտապես գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ։ Հիմա գրեք անուն ազգանուններ։ Դրա տակը բանքաշեք գիծ, գրեք Արման Գասպարյան։ Տասնվեց 1609-2000 թիվ։ Մեր տեղեկություններով քաղաք Երևան Չարենցի փողոց։ Ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից։ Հաջորդը Պողոսյան Գրիգոր 26 փետրվար 2001 թիվ նորից ազատված է 2001 Այո Ալեքս Թովմասյան 0309-2001 թիվ նորից ազատված է Ալեքս Թովմասյան 09-2001 թիվ Հաջորդը Ժորա Պետրոսյան 13-06-2001 թիվ նորից ազատված է Ժորա Պետրոսյան գրեցիք 13-06-2001 թիվ նորից ազատված է Հաջորդը սրանք բոլորը գումարով ազատված են Հաջորդը Էդգար Բազիկյան 30-01-2005 թիվ Հայրանունը Ռոբերտի Եղբայրը Արման Բազիկյան 17-10-2001 թիվ Արման Բազիկյան աղբերն է Ուրեմն սրանք երկու եղբայր են հայրանունը Ռոբերտի հայրը պետական վերահսկողության այսինքն պուպուլի տեղակալն է ՊՎՑ-ի պետի տեղակալ բնակվում են 7-րդ մասիվ 13-1 Նախկին KGB-ի զամմինիստրի երկու տղեկը Ածը փոխտնօրեն Ռոբերտ Բազիկյանի երկու որդիներն են ազատված պարտադիր զինվորական ծառայությունից Ձեր մասով այսքանը Հա Հիմա ներկայացնում ՊՎՑ-ի բանը պուպուլի տեղակալն է հա Այս բային այսքանը շնորհակալություն ձեզ Ուրեմն Նիկոլ Փաշինյան բոզի տղա որ ասում եմ զոմբիները նեղանում են Неужели քեզ ոչ մեկ չի եկել չի զեկուցել որ նախկին KGB-ի զամմինիստրի երկու տղեկը ազատված են պարտադիր զինվորական ծառայությունից երկու տղեկը KGB-ի զամմինիստրը Պուպուլիկի առաջին տեղակալն է ՊՎՑ-ի տեղակալը աղբի տղեն
Դու չես կանչում ասեմ, հələ մի հատ արից թե հələ։ Այս քո երկու տղեն էս ինչ հիվանդ են։ Էս ինչ հիվանդ են քո երկու տղեկը։ Եթե քո երկու տղեկը հիվանդ են, Նայ Ղազարյան, Արամ Հովանիսյան, հիմա դու գերի, թող դու գերի չով։ Ուրեմն կամ 06-0, այսինքն մի րոպե, գրելու բան չկա, եղել է բան քերական գործը։ Հետո շադրություն, Աննա Վարդապետյան Ագարկա, կամ 06-08 2024 թվին, կամ 07-08 օգոստոսին 2024 թվին, Դիլիջանի հյուրանոցներից մեկի բակում, ընկեր կագեբեիչնիկ զամմինիստրի տղեն, Արման Ռոբերտի Բազիկյանը, իր ընկերոջ հետ միասին, գտնվելով դոզի տակ, դանակահարել են, քաղաքացու, կանաչ գույնի Յագուարի մեջ ծսնեմ քեզ սասուն, բա ոչ մեկ չասեմ, ընկեր կագեբեի զամմինիստր, քո ոչ միտեղ չաշխատող բջերին, կանաչ գույնի Յագուար որտեղից, Արա, ընկեր Ռոբերտ Բազիկյան, դու իրավունք չունես աշխատելու ոչ կագեբեյում, ոչ պետական վերահսկողական ծառայությունում, ասեմ ինչի, որովհետև նախ մի կողմ թողենք, որ դու կոռումպացված ես, թալանչի ես, չնայած ինչ որ թալան է, կեղեք է, տարել ես եւ շարունակում ես ստանել, հենա խնդրեմ, երկու տղետ էլ նարկաման է, համեն մեկը, ես մի բոզի տղեն էլ, Արման Ռոբերտի Բազիկյանը, մարդադանկը, հարուցվում է քրեական գործ, թե ինձում չկա, չար լեզուները ասում են, քրեական գործը փակվել է, տուժողներ չկա, ուրա տուժողը, ում են դանք է, ուն մեռել է, սաղը, ապրել է, Աստված գիտի, նստել են ավտոն, երկու ընկեր, դանկելուց հետո փախել են, կանաչ գույնի Յագուարով, պլյուս դրան, ունեն BMW, հլուշադիր, մի հատ Յագուար ունեն, մի հատ BMW ունեն, BMW-ը ջիպ այն գրող ու սերցավը 05 AB 055, ասում է, այս BMW-ով էլ հաճախակի տղետ, ընգեր Ռոբերտ, գնեմ նարկոտիկ առնեմ ընկերների հետ, քթերնա քաշեմ կլաչիկներից եւ այլ, կասկածում ես իմ բարերի վրա, վեկալ երկու բջերից, տար նարկոդիսպանսեր, անալիզ տուր, գլխներին կայնած, եւ կտենաս, որ քո բոլոր պետությունից թալանած գումարները հարամա, այ գնալու է սենց դեղերի վրա, մի օր էլ բջերից հետ մեկը կմնա բանը պերեդոզի տակ, այն մյուսն էլ կսատկի կամ կդատվի, իսկ Նիկոլ Փաշինյան ղախպի տղեն ենքան անիքնասել բոզի տղա է, որ չի կանչում սենսինի ямոտ, ասել մի հատ ասա տենամ, լավ, մեկն էր հիվանդ, մեկը հիվանդ էր, բա այն մեկը, կամ ես քո տղեն ես ինչեր են անում, ես ինչ դանագահարություն է, ես ինչ Յագուար է, ես ինչ BMW է, քեզ գումարները որտեղից, ընկեր կագեբեի նախկին զամմինիստր եւ պետական վերահսկողության ծառայությունն է պալատա ինչ գլող ու ցավը դրա առաջին տեղակալ, ինչի քո տղեն բանակում չի, այսպես պիտի կանչի, այսպես դիրքով նստի ընկեր վարչապետ կոչվածը, պիտի մտնի ներս, օրինակ նախ իմ դեպքում նման բան բացառվում էր, իսկ եթե վեկալենք իմ պարագայում կա որևիցե մի չինովնիկ, ում տղեն չի ծառայե, դաժե պրոտեզ ոտով պիտի գնա բանակ, կմտնի ներս, այս դիրքով նստած ես հարցը կտամ, կասեմ, ինձ մի հատ պատասխանի, խի քո երկու տղեկը բանակում չեն, ինչնա պատճառը, իսկ մինչև բանակ ուղարկելը դանակը հարածը կգնար Բերդ, այսինքն երնեք կտար որ գնար բանակ, երկու տղեկը կգնային Բերդ, իսկ հորը հենց իմ կաբինետից ձեռնաշղթաներով կտանեին ուղիղ Բերդ, Հավիտյանս Հավիտենից ամեն, այլ ոչ թե նստի լրագրողների դեմը ընկեր բոզի տղեն, ողբը կապի, ասի թե բանը, ծնողներն իրանց երեխեքին բանակ իսկ փախցնում են, ինչ պիտի ունեն, ծնողը բա ինչ պիտի անի, եթե ծնողը տենում է քո բանակի վիճակը, եթե ծնողը տենում է որ պերեդավո եւ առհասարակ զոհվողների մեջ բանակ ծառայողների մեջ բոլորը բանվոր դասակարգ չունևորի երեխեք են, իսկ այսպես բոզի տղեկի լակոտները նարկաման ընկած Երևանի, Հայաստանի փողոցներով կամ նարկոտիկ են անում կամ մարդ են խփում, ոչ դատվում են, ոչ բանակ են այդ։ Բա ինչ պիտի անի։ Բա ինչ պիտի անի։ Խիչը պիտի փախցնի։
մի հատ եկեղեցի էր մնացել, որ բոլորմենի ժողովուրդը հավատք ուներ եկեղեցու նկատմամբ, էդ էլ բանը պղծին, ընկեր տերտեր բոզի տղեկը, մենք կվերականգնենք եկեղեցու հեղինակությունը, ես խոստանում եմ ձեզ, բայց եկեղեցին պիտի դուրս գա բանակից։ Ամեն ինչն են պղծե, ամեն ինչ, հայրենիք, պետություն, եկեղեցի, կրթություն, մշակույթ, նայում ես են դասարանների, ոչ ընթացագրքերի մեջի, գրազներն գնավորում ես, ասպեսից չեն գրել։ Վեր կաց, որդիս, դու պետք է դպրոց գնաս, դու դպրոցից ուշանում ես, ով ոչ, մայրիկ, ես չեմ ուզում, դու չես կարող չգնալ, որովհետև դու դպրոցի տնօրենն ես։ Բանը դասագիրք կա։ Բանը դասագիրք կա, էլի։ Եվ սրանց նկատմամբ մարդիկ կա, որ հավատ են տածում, մարդիկ կա, որ ասում են, թե Վարդան Ղուկասյանն էլ քրվում է, դե հիմա հարց, ոնց չքրվես, ոնց քեզանով, իմ ոռով քաղաքապետարան մտած կամ առհասարակ այս բոզի տղեկին չքրվես, սանց պետք չի քրվես, սանց պետք է գնդակահարել։ Եվ ես բոզի տղու քավոր եմ կերել, որ Ռոբիկ, Սերժիկ եւ Նիկոլ Փաշինյան գնդակահարվելու են։ Իսկ հիմա եկեք անցնենք մեր հաղորդման, որ ասում է մնացած 50%-ին, սիրելի Հայաստանի Հանրապետության ազգաբնակչություն, սիրելի Արցախահայեր։ Եվ հիմա ես այն ինչ որ ձեզ կներկայացնեմ, ուշադրություն, մի գրեք ոչ մի կոմենտարիա, այն ինչ որ ես ձեզ կներկայացնեմ, դուք սա լսելով, սա ընդամենը մի հատվածն է, մնացածը երկուշաբթի օրը, լսելով դուք որոշեք, արժանի են այս մարդիկ գնդակահարման, քֆուրի չէ, գնդակահարման, այո, թե ոչ։ Եթե դուք կգտնեք, որ սրանք արժանի են գնդակահարման, դրեք պլյուս, ստեղ, ուրիշ ոչ մի կոմենտարիա։ Եթե գտնում եք, որ այսքան բան անողները պիտի արդարացվեն, պիտի Ղարաբաղի վերնախավը ով Ադրբեջանում է հիմա, դրանք պիտի հետ վերադարձվեն, չդատվեն, դրեք մինուս։ Իսկ Նաիրա Զուրաբյանին եւ նմանատիպ մարդկանց, ովքեր որ Արցախի ղեկավարության համար ծծերը բաց են գելեն առաջ, հիմա սա կլսեք եւ կմտածեք։ Սրանից հետո ձեր ծծերը պետքա բացեք, ընկնեք առաջ, թե ձեր ծծերը փակեք, գնաք զբաղվեք ձեր տանը, չգիտեմ, ուրիշ գործողություններով։ Սկսենք հատված իջնենք։ Նախ միջ դա Սոֆիա Հովսեփյան կա, բանը Ղարաբաղի ժողովուրդը գրել էին, որ այս ընկերուհին ամուսնացել է Արշավիր Ղարամյանի հետ։ Մենք դա վեկալանք տեղադրեցինք եւ Սոֆիա Հովսեփյանը հոդված է գրել կամ բան ստատուս, որ դա լկտի սուտա եւ այլն։ Ընկեր Սոֆիա Հովսեփյան, եթե դուք ամուսնացած չեք Արշավիր Ղարամյան բոզի տղու հետ, դուք դրա հետ արել եք կուկուլալա տումանբա։ Եվ ի պատասխան ձեր հայտարարությանը ինձ եկավ այս գրությունը, որը ես ուզում եմ ընթերցել։ Քանի որ պարոն Ղուկասյան տեսանք Սոֆիա Հովսեփյան ագարկ են ձեր հասցեին վայրահաչում են, գրում են Ղարաբաղի ժողովուրդը։ Զուտ ձեզ տեղեկացնեմ, Արցախի նախկին սոցիալ նախարար Արմինե Պետրոսյանը, Արցախի նախկին նախագահների խորհրդական ՀԻ-ից ժամանակին փախած Վլադիմիր Գրիգորյանը եւ Սոֆիա Հովսեփյանը բացել են մի քանի վարսավիրանոց, որոնցից մեկը Կոմիտաս 1 հասցեում, հենց Մերգելյանի դիմաց, եւ հիմնադրամի փողերը լվանում են այս մեխանիզմով։ Իբր հիմնադրամի փողերով արցախցիները մասնագիտություն են ստանում։ Կա տես բան, չկա։ Փողերը իրեն գուտում են։ ԱԱՑ-ն ինչպես միշտ էշի ականջում քնած է, իդեպ ինքը Սոֆիան ծարավ աղբյուրի իր տան հիպոթեկը փակեց 2020 թվականի պատերազմի ավարտից հետո։ Իբր բանակի համար փողեր հավաքում, բայց դե գրպանում էր այդ փողերը։ Այն որ նա հին անբարոյական է, դա փաստ է, դրա մասին գիտի ողջ Արցախը։
Իդեպ Ղարամանյանի քածը լինելու մասին ձեր լուրը բոլորն են ասում։ Սա էլ ձեր պատասխանը Սոֆիա Հովսեփյան, հետևությունները թողում եմ ձեր ամուսնուն։ Հիմա ասենք առաջ։ Ուրեմն հատ, ես ուղղակի, եթե այս ամեն մի եկած ինֆոյով սկսեմ խոսել, ինձի առնվազն հարկավոր է երևակայի մի 72 ժամ անպերերիվ։ Ջալալ Հարությունյան, նախ, մենք հիշում եք համացանցում հրապարակվեց տեսանյութ, որ Ջալալ Հարությունյանը պայթում է օվտոն։ Հետո մենք պարզեցինք, որ մեքենան պայթել է մեջից, այլ ոչ թե բայրակթար։ Ուղղակի հենց նույն այդ բայրակթարը, որը որ նկարում էր Ջալալի մեքենան, դա հայերի բայրակթարն ա եղել, այսինքն հայկական բեսպիլոտնիկ ա եղել, եւ Ջալալի մեքենան պայթել է ոչ թե բայրակթարից, այլ մարգանցովքից, բենզաբակում։ Նման բան։ Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի հետ կապված, պատերազմը տալու հետ կապված, ստացել է պարգևավճար շակերտների մեջ 10 միլիոն դոլարով։ 10 միլիոն դոլար։ Դրա համար Ջալալ Հարությունյանի ձենը փորից դուրս չի գալի։ Հիմա ես դրա հիմնավորումը մի փոքր անց ասեմ։ Մեզ տեղեկացնում են, որ պարոն Ղուկասյան ադրբեջանական կողմը դոստուպ է ունեցել հայկական, այսինքն Արցախի դիրքերում գտնվող տեսախցիկներին։ Տեսախցիկների լոգինն ու պարոլը ադրբեջանական կողմին է փոխանցել Արշավիր Ղարամյան Բոզի տղեն, KGB-ի զամմինիստրը, ում փեսուն սպանեցին մի քանի օր առաջ Արմավիրի մարզում։ Հիմա մարդիկ ինձ կասեն մուտիտ անելի Ջալալ վարքաբեկելի, Ջալալ ազնիվ հրամանատար, ապացույցը։ Ուրեմն երկու օր 44-օրյա պատերազմի ժամանակ Ջաբրայիլում, երբ որ Ջալալը դեռ ողջ էր եւ առողջ էր, ադրբեջանցիները կուտակել են տեխնիկա 8000 զորք, այս հենց լցած իրար գլխին, տեսանյութը հենց հիմա 8000 զորք, մարդիկ հրամ այդ ատեղի զինվորականները զանգում են, խնդրում են, աղաչում են, պաղատում են, ասում են 8000 բոզի տղա ստեղ լցված է, խփեք, ստեղ մի հատ Իսկանդեր, մի հատ .U, Սմերջ, ընգնի հերիքա, ասում են Սմերջ, ասում են չկա, գրատ, ասում են չկա, մինամյոտով խփեք, ասում են մինամյոտը չեք կարա բերենք, աթսենք խփի մինամյոտի շոֆերին։ Ինչ ասում են, չեն խփում, եկեք դնեմ տելեգրամ, դուք նայեք և եզրակացրեք։ Հարց, Ջալալ Հարությունյան, բոզի տղա, խիչ ես խփե։ Երոպ, են որ մի հատ ղախպի տղա, հանգար չասի տես բան չկա։ Ու այդ վիդյոն։ Երոպ, ուրն տելեգրամի մեջ է։ Մի րոպե սա ես հիմա կցեմ։ Սա կցում ենք Վարդան Ղուկասյանի տելեգրամ։ Ստեղ գրում ենք, պրոստը տակը գրում ենք թուրքեր, որ ժողովուրդը հասկանամ։ Հետ են գալի նորից մեր մոտ, բացում ենք։ Քանակը նայեք։ Պիկապ խամերան համազներ։ Պիկապները նայ։ 8000 հակառակորդի զորք, պիկապներով, ջպերով, լցված իրար գլուխ է երկու օր։ Լսեք։ Եվ ասում ես, հետես են երկիր եղած համայլոտը շատեն, որ բամբի տաներ։ Սմերջում այդ կողքի մեջ ես որին։ Մարդիկ զանգում են, սամալոտ են ուզում, ասում են չկա։
ասում սմերջը գողեք ես պահին մեջը կոորդինատները ղրկում են հալա 8000 թուրք այդտեղ այդ սնարատները որ թափել պատերազմը բեկումնային կերպով շրջվում են ալիևը լմեր մորմշ 8000 զո այսինքն 10 րոպեում ամբողջ այդ պիկապները տեխնիկան չեն կրակում բոզի տղեկը չեն կրակում ինչի հարց խի ջալալ գախպի տղախի որովհետև որոշված է եղել վաղուց Արցախը պիտի կռվով հանձնել ցույց տալ որ պատերազմա գնամ ստեղ Սերսակսյանքում մամանք ունեմ գլխավոր դերում ու եկը չփորձի ասի հայոյիմա մտեք նայեք մտեք տելեգրամ ես գախտնի վիդեո նայեք որ մարդիկ զանգում ասում են արա խփեք սմերջ չկա սամալոտ չկա գրակ չկա ոչ չէ խփան արդյունքում Ջաբրայել բիզիմդիշ ընկեր Ալիևը մտնում եւ հայտարարում է շարունակում ենք բոլորը փող են ստացել Ղարաբաղի ամբողջ վերնախավը հրամանատարներով մնատարը բոլորը ստացել են սրա դիմաց միլիոնավոր դոլարներ բացառությամբ Սամվել Բաբայան Կամո Աղաջանյան որ այս գործողությունից փող չեն ստացել 10 միլիոն դոլար մինիմում ստացել է ձեր կողմից սիրելի Ջալալ Հարությունյանը Ջալալ Հարությունյանը եթե ինձ բանունի ասելու թող մտնի եթեր ասի ինչի 8000 զորք հակառակորդի կողմից լծված իրար գլուխ միտեղ պիկապներով բանը սմերջը չի խփել չեն կարացել 2 օր 48 ժամ գտնեն մի հատ սմերջ բերեն կայնացնեն 30 կիլոմետր հեռավորության վրա խփել մորակունե պրենալևի տակ չեն արել անցնում ենք ուրեմն Արայիկ Հարությունյան մաս այն Արայիկ Հարությունյան բոզի տղեն ում համար Նաիրա Զուրաբյանը ու մնացած ղախպի տղեկը որն տալում ասում են բերեք Արայիկ Հարությունյանին ուշադրություն 2023 թվականի ամռանը երբ որ Ղարաբաղը բլոկադայի մեջ էր 930 միլիոն դոլար նորից եմ կրկնում 930 միլիոն դոլար բերել այսյան Հայաստան ձերքաբերել 32 հատ գազա բենզա լցակայան 32 հատ Բերանով ես ասում ամեն մի բենզա լցակայանը 10 միլիոն 5 միլիոն 7 միլիոն 20 միլիոն եւ այլն որը որ այսօր ղեկավարում է Արման Հակոբյանը ամիսը 10000 դոլար Հայաստանից փողագնում Բաքու ընկեր Արայիկ Հարությունյանի փաստաբաններին բան կանչեք Սրտից թույլ մարդիկ շտաբօգնություն թող կանչեն նոր եթերը լսեն հեսա բոզի տղությունը սկսվում է ուրեմն շրջափակման ժամանակ եւ պատերազմի ժամանակ դուրս է բերել տեխնիկան թողել է ղախպի տղեն բայց 200 հատ թանկարժեք ցեղական ցլիկ դուրս է բերել Ղարաբաղից 200 հատ կովացուլ այն շխրից կլոխա տեխնիկան թողում են բայց անասունները դուրս են բերում եւ տեղափոխում են Կալինինո ազգային անվտանգություն բոզի տղա ղախպի տղա գլխավոր դատախազ ագարկատու չես ասում քո մորը ծծնեմ ես այդ տեղափոխողներով հանդերձ դու տեխնիկան թողում ես անասունները դες բերեմ բան Կալինինոյում ձեր տոնու տեղը ես ծծնեմ այս եթերը ռուսերենով էլա գնալու Instagram-ով անցանք առաջ դալշե երաս թաղամասի համասեփականատերն է Բակո Սահակյանը Էդ էլ իմացեք որտեղից Բակո Սահակյանին այդքան դոլարնի որ դառնում է երաս բնակելի թաղամասի համասեփականատեր մենք Բակո Սահակյանին երկու շաբթի ավելի ծավալուն կանդրադառնանք որտեղ այնքան բան կա ուրեմն նախ մեզ փոխանցեցի որ պարոն Ղուկասյան Ալիևը այն գումարները որ ծախսել է պատերազմի ժամանակ դրանք լրիվ հետ աստացել այս բոզի տղեկից այսինքն Ադրբեջանը ուղակի կորցրեց 4-5000 զորք բայց ի այդ բոլոր ծախսերը որը որ արել է պատերազմի ժամանակ այս ղախպի տղեկից արդեն քերը տարել է ի գիտություն ձեզ հիմա մոտենում ենք հեկերին բոզի տղության աստիճանը նայեք ասես բան չկա ուրեմն Դավիթ Իշխանյան ազգային ժողովի նախագահ Ղարաբաղի Այն որ հելել են յանան բռնին, սենց հարին, թուրքեր տարան, ողպեին կապետ, բոզի տղու համար, ինչը արե։ Պատերազմի ժամանակ,
Պատերազմից հետո նախ եղել են մշտապես կապի մեջ Ադրբեջանի հետ նամանավանդ Արայիկ Հարությունյանը 2020 թվականից հետո նամանավանդ պատերազմի ադրբեջանական կողմից իրանց KGB-ի զամմինիստրը սիստեմատիկաբար այցելել է Ստեփանակերտ Շուշի Ստեփանակերտ Արայիկ Հարությունյանը գնացել են Բոզի Գյոթի Կերե խմե քեֆենարել ապացույցները մյուս հաղորդմանը ուրեմն Հեկի վաճառման փաստաթուղթը այս ղախպիտողու Արշավիր Ղարամյանի ես դրեցի որ մի հատ պոռնիկի ծնուն չլիասի լակտիսուտա ադազմաչկո նույն ձևով վաճառվել է Դավիթ Իշխանյանի հեկը գեսը $4 միլիոն հիմա կասեն հարց բա Վարդան Ղուկասյան Ռաս Դավիթ Իշխանյանը այտենց մոտ ա եղել թուրքերի հետ հեկա ծախե ինչի թուրքերը բռնին տարան Տրամաբանական հարց, ասեմ ինչի բռնին տարան։ Ինչպես նախորդ պայմանագրի մեջ, որը դրված էր իմ Telegram կանալում, այնպես այս պայմանագրի մեջ ադրբեջանական կողմը գրել է, որ դուք պարտավոր եք հեկը փոխանցել ինձ ցելիկոմ մի հատ վինցիկ, բոլցիկ, վրից պակասած չպիտի լինի, վնասված չպիտի լինի, ինչ կա այս վիճակով մենք առնում ենք, ասում են այո Ասում է այո, օքեյ, Ադրբեջանը $4 միլիոն տալում է, ռուսների միջոցով առնում է, բայց իմիջիալոց հեկն էլ որտեղ է գտնվում, Լաչինի Մաքսատան մոտի հեկը Արցախ գալուց աջ կողմի վրա։ Դավիթ Իշխանյան Բոզի տղեն 4 տուրբինները, որ հեկի վրա են, չի եղել։ Թուրքերը հեկը վեկալել են, $4 միլիոն առել են։ Մարդիկ նամուսով, թասիբով Փողը տվել են։ Տուրբինները վրան չեն եղել։ Եվա 4 ա եղել, 3 ա եղել, կարևոր չի։ Տուրբինները չեն եղել։ Թուրքը գալ եմ տենում է, տուրբինը չկա, տուրբինները։ Այսինքն տուրբինները առանձին են ծախել։ Հեկը առանձին են ծախել։ Արցախի պետությունից հեկը կորցնելու որպես բիզնեսմեն, ես բանը կորուստ ունեմ, թուրքերն իմ հեկը վերցրել են։ Արցախի պետությունից էլ առանձին են գումար ստացել։ 4 միլիոնից ավել, որտեղ հզոր հեկ ա եղել։ Այսինքն մի հեկը 10 տեղ ծախել են։ Թուրքի վրա ծախել են, Հայաստանի վրա ծախել են, վերջում էլ ասել են, հələ մեզ է պիտի օգնեք, մենք բիզնեսմեն հեք են կորցրել։ Թուրքն ասել լավ ոնց թե կու մամանք ունեմ, դու ինձի հեք ես ծախեմ, տուրբինը վրան չի, բռնում են ընկեր Դավիթ Իշխանյանին, տանում են Բաքու, մինչև այսօր $4 միլիոն ծասանում են, այդ որ հələ ասում եք, մեր հայերին հետ բերեք, այդ հայերին ես սա ռուսերենով Instagram-ով ասել եմ, ով չնայած ադրբեջանցի կերեն, բայց լսեմ, ով սրանց հետ բերի Բոզի տղայա, քաֆոր եմ դնելու ես Ալիևի վրան, շարունակում ենք, ինչ անշարժ գույք ունեցել են, ես մի քիչ արագ եմ ասում, որովհետև ցելի դափոն կամ դեղ, ինչ անշարժ գույք ունեցել են Արցախի վերնախավը, բոլորը վաճառվել է Արցախ պետության վրա, համ ծախել են թուրքերին, համ ծախել են Արցախի վրա, Թուրքերին Արցախի, ու են հարիվ ժողովուրդներ մինչև այսօր մատածացան Երևանի քուչեկը, սիրելի Ղարաբաղցիներ, 538 միլիարդ դրամ, ուշադրություն, 2020-ից 23 թվականի սեպտեմբերը ծածե տարել է Արցախի վերնախավը, 538 միլիարդ դրամ, վերացեք դոլարի, դաշե, օրինակ, Ուրեմն MVD-ի մինիստր Կարեն Սարգսյան Վանեցի խնամին 1 հեկտար տարածքում Ստեփանակերտ ունեցել է 3 առանձնատուն մի հեկտարի մեջ եղել է 3 առանձնատուն իմիջիալից հենց այդ առանձնատնից բռնին տարան Ղարաբաղի վերնախավ Բոզի տղին չբռնին տարան հանձնվան չբռնին հանձնվան Ուրեմն այդ առանձնատները ինձ թիվ են ասում բայց ես չեմ կարող այդ թվին հավատալ։ Այն մարդիկ երթում են ուտում, պատրտում են ուտում, ասում են, այ ախպեր, այդ 3 առանձնատունը Արցախ հանրապետության վրա MVD-ի զամմինիստրը վաճառել է տասնյակ միլիոնավոր դոլարներով։ Թվեր են ասում, ես չեմ ուզում հավատամ, դրա համար են գալուց։ Պրոստը։ Հայաստանա բերե 28 մեքենա, որից 2-ը կռան։ Ողջ վերնախավը նորից եմ կրկնում իր գույքը ծախել է պետության վրա։ Ասում եմ միլիոնավոր
տասնյակ, ես ասեմ 20, դուք ասեք 40, ես ասեմ 40, դուք ասեք 70, ես ասեմ 70, դուք ասեք 100 միլիոն դոլարներով առանձնատները ընկեր MVD-ի մինիստրը վաճառել է Արցախ հանրապետության վրա։ Անցնում ենք դալշե։ Անկամ Արայիկ Հարությունյանի ախրանիկը Ռոլանդ, ով տուն է ստացել անվճար Արցախի կառավարությունից Քալբաջարում, էդ էլ է հասցրել 45,000 դոլարով իատունը ծախել պետության վրա։ Շարունակում ենք։ Սերգեյ Արուստամյան, Շուշիի հրամանատար կամ Վայենկով, այժմ Արգիշ Քարամյանի խորհրդականն է, Վայենկոմա։ Եկել է Արգիշ Քարամյանի խորհրդական։ Ինչու՞։ Եվ ստանում է 1,800,000 դրամ աշխատավարձ, Վայենկոմ մարդը։ Ինչ խորհուրդ պիտի տա Արգիշ Քարամյանին, հա, ասեմ։ Սերգեյ Արուստամյանը Արգիշ Քարամյանի հետ միասին, հիշում եք, դրա մասին շատ է խոսվել, շատ է քննարկվել, դուրս են բերել Շուշիի բանկի գումարները, դոլարնին։ Կամ Արմեն Ղազարյան, Աշոցքի միլպետ, մի րոպե նկարը դնեմ։ Արմեն Ղազարյան, ստացակը գրենք Աշոցքի նախկին, միլպետ, լատինատար։ Չար լեզուները ինչ են ասում, պարոն Աբազյան։ Ասում եմ, նախ ես ցավակցում եմ Արմեն Ղազարյանի ընտանիքի անդամներին, ուրեմն Արմեն Ղազարյանը ներկա է գտնվել, որ ասում են Շուշիի բանկ, դա Շուշիի բանկը չի, դա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, այսպես ասած, բունկերն է, գանձարանը, որտեղ որ պահվել են Հայաստանի Հանրապետության գումարները։ Գումարները դուրս են բերվել Շուշիից, մինչև Շուշին հանձնելը, բնականաբար, եւ դուրս են բերվել առանց ինկասատորների, առանց պատշաճ ձևի եւ կարգի, պրոստը տեղի ունեցել կենտրոնական բանկի մասնաճյուղի բունկերի թալան, որին մասնակցել է Արգիշ Քարամյանը եւ Սերգեյ Արուստամյանը։ Աշոցքի միլպետ նախկին Արմեն Ղազարյանը ծնված 1975 թվականին այդ ամենը նկարահանել է իր հեռախոսի վրա։ Բայց զայրույթը մարդու այնքան մեծ է եղել, որ այնտեղ բոլորին հայտարարել է, հələ թող պատերազմը բանը պրծնի, տեսեք ես նրանց մաման ոնց եմ դոմփելու, դուք հələ տեսեք ինչեր են սրանք արել։ Եվ 06/10/2020 թվականին եւ հիշեցնում եմ 06/10, այդ ժամանակ Շուշին ընկած չէր։ Արմեն Ղազարյանը մեղմ ասած զոհվում է, այսինքն ստանում է հրազենային վնասվածք դիպուկահարի կրակոցից։ Ինչ էր անում դիպուկահարը, այդտեղ չէր կարալ դիպուկահար, այդ ժամանակ գտնվում էր մեր տարածքում։ Ուրեմն վիրավորում ստացած Արմեն Ղազարյանը դնում են շտաբօգնության մեքենա եւ տանում են Ստեփանակերտի հոսպիտալ։ Հետ վերադառնալիս շտաբօգնության մեքենան բանը պայթում է Ստեփանակերտ Շուշի ճանապարհին։ Հիշեցնեմ, որ թուրքերը մտել են Շուշի 05/11/2020 թվականին։ Շտաբօգնության վարորդը Քարինտակ գյուղից։ Աշոցքի միլպետը ներկա է գտնվել Շուշիի բանկի տարհանմանը եւ նկարել է հեռախոսով Արգիշ Քարամյանին։ Դա է եղել Աշոցքի միլպետին ոչնչացնելու պատճառից մեկը։ Եվ բանը Ստեփանակերտի հոսպիտալում Աշոցքի միլպետը
մահանում է։ Հիմա այս մանրամասները ես չգիտեմ որտեղ է մահանում, ոնց է մահանում, շտաբօգնության մեքենայի մեջ է մեռնում, թե որտեղ է մեռնում, բայց Աշոտսկի Միլպետին վարի տալու նախապայմանը կամ անհրաժեշտությունը եղել է նրա մեջ, որ ֆիքսել է Շուշիի բանկի թալանը, որը որ այդքան էլ Շուշիի բանկը չի, դա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գումարներն են եղել։ Դրանից հետո ուշադրություն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ժամանած, ոստիկանական համակարգից ժամանած բոլոր ոստիկաններին լցում են Շուշիի մշակույթի տուն։ Ճիշտ է։ Նրանց հետ հանդիպման է գալիս Արման Բաբաջանյան Բոզի տղեն։ Դասընթացներ։ Մինչև այսօր չի գտնվել մեկը, որ հələ ասել է Արման Բաբաջանյան Բոզի տղա, հələ մի տարի ստեղ։ Նստել է աղբի տղա։ Դու ով ես, որ գնացել ես հանդիպման, ով է տվել այդ հրամանը նախ ոստիկաններին լցել մշակույթի տուն, Արման Բաբաջանյանը պիտի գա խոսա։ Արման Բաբաջանյանը Ժուկովներ, Արման Բաբաջանյանը բանակի զամպալիտ էր, Արման Բաբաջանյանը ռազմարտունաբերության նախարարն էր, թե ռազմական գործիչ էր, փառքաստո բանակ էլ չի ծառայել Բոզի տղեն։ Բերում լցում են այդտեղ, Արման Բաբաջանյանս հանդիպում է ոստիկանության աշխատակիցների հետ, դուրս է գալիս ոստիկանության այդ Շուշիի մշակույթի տնից, հեռախոսնականջին, ում հետ է խոսում, ինչ է խոսում, առանձնանում է, րոպեներ անց ուղիղ մշակույթի տան մեջ մտնում է, ինչը պիտի մտնի եւ հարյուրավոր ոստիկաններ մնում են տեղում։ Սրա պատասխանը չկա։ Սրա պատասխանը մինչև այսօր բացահայտված չի։ Ով է հրաման տվել ոստիկաններին լցել մշակույթի տուն։ Ով է թույլ տվել, ում հրամանով է Արման Բաբաջանյան Բոզի տղեն ժամանել Շուշի եւ հանդիպել ոստիկանների հետ։ Ինչ դասընթաց, ինչ հանդիպում։ Սա բանը պատերազմը թե գիտությունների ակադեմիա, այ Բոզի տղեկ։ Շարունակում ենք։ Շուշիի տակի ճանապարհը, Թաղավարտ, Զարդարաշեն։ Բոլոր զոհերը, բոլորը եղել է հրետանուց եւ բեսպիլոտնիկներից։ Պուլևոյ չի եղել։ Զորքի մեծ մասը բոլորը զոհվել են հրետանի կամ բայրակտար։ Հարավային թևի հրամանատարները բոլորը Արցախի հարավային թևի բոլոր հրամանատարները բոլորը սպլաշնոյ դավաճան են, բոլորը գումար են վերցրել իրենց դավաճանության համար։ Բոլորը անխտիր։ 1 միլիարդ 800 միլիոն դրամ փոխառություն է ստացել Լովա Մնացականյանը, որ հիմա ՓԴՄ Բաքվի բերդում անտոկոս անժամկետ։ Նորից եմ ուզում ես կրկնեմ, ասենք ես դավթարին, որ հարավային թևի ողջ հրամկազմը դավաճանել է, գումարները վերցրել է եւ հանձնել է Արցախի հարավային թևը։ Ի գիտություն մեր ազգաբնակչությանը։ Շարունակում ենք։ Սամվել Շահրամանյան Պոռնիկի տղա, Արցախի այսպես կոչված նախագահ։ Ուրեմն բերում ենք դեպքերը մաս-մաս։ Ունեցել է թանկարժեք կրան, շատ լավ, թանկ կրան, հարցը կրանը չի։ Կրանը Ղարաբաղից դուրս է բերել թուրք վարորդը։ Ադրբեջանական կողմը այնքան սիրալիր է գտնվել Սամվել Շահրամանյանի նկատմամբ, որ Սամվել Շահրամանյանի կրանի վրա նստեցրել է թուրք շոֆերին, ռուս զինվորականներ կրանի հետևից բերել են, հանձնել են, ընկեր Սամվել Շահրամանյանին 01-ը կամ ամսի 1-ին կամ 2-ին հոկտեմբերի 2023 թվին ու գնացել են։ Ինչպիսի բարի ջերմ հարաբերություններ, դաժե կրանը թուրքերը հետ են բերել։ Շարունակում ենք։ 28/09/2023 թվական։ Խնդրում եմ այսօրը հիշեք, բացեք նայեք, Բաբայան Դավիթ, հիշում եք, տես միած Բոզի տղա կար, Արցախի ԱԳՆ-ն էր, արտգործնախարար, մամլոխոսնակ եւ այլն։ Ինչ արեց, ում հայրը թուրք էր։ Այն նի որ բարակ ձենով խոսում էր, թրաշով Բոզի տղեն։
Շահրամանյանի մեքենայով պատավատով 28/09/2023 թվականին ընկեր Բաբայան Դավիթը Շահրամանյանի շոֆերով նստել է շոֆերի կողմը տարել են Շուշի հանձնել են թուրքերին ինքնիավոտով մարդ ասել չէ ես գնում եմ հանձնվել ինչ ես գնում հանձնվել ո՞ց տղա ինքնիավոտով գնաց հանձնվավ թուրքերի շոֆերը ավտոն կողեց տակով հետելավ ու եկավ շոֆերը չբռնին ոչ էլ ավտոն վեկալան Նայր Ռազորաբյան ասում ես բաց թողեք մեր Արցախի հրամանատարներին Բաբայան Դավիթը Շահրամանյանի մեքենայով խի գնաց հանձնվավ թուրքերին Հիմա որ քեզ խալեշեմ, պիտի նեղանաս։ Սրա մասին մեկ այդ հարցը չտալի։ Պրեզիդենտի ավտոյով գնաց գերինգով եկով։ Բակո Սահակյան հաթաթ գալը մենք։ Ամբողջ իա պաշտոնավարման ժամանակ Իշքան դլո եղե, շինե, ծծե, շինե նշանակել է բանապաշտոնների։ Ես չգիտեմ, որ Բակո Սահակյանը նախընտրում է ծծել դլո։ Լուշ է ծծեր խեռ։ Եվ պերեդոզի տակ դլո ծծելուց քնել է։ Իա հանգստի սենյակում դլոն էլ ընկնավորել է, իմացել է թե յարա մեռավ։ Հիմա ապացույցներով։ Նարինե Աղաբալյան հասարակ լրագրող էր։ Զոֆացի կին նշանակվել էր մշակույթի նախարար Արցախում հետո դարել է ԿԳՄՍ նախարար կրթության գիտության մշակույթի նախարար դոմփվել է Բակո Սահակյանի կողմից սիստեմատիկաբար լավ դոմփել են խեռից թե չեն դոմփել բայց ունի բնակարան երազ բնակելի թաղամասում էդ էլ լավ էդ էլ ջանդամ ասենք թե նախարարը ունեցել է փող առել է Մոսկվա քաղաք Կենտրոնական փողոցներից մեկի վրա ունի գեղեցկության սրահ նվերաստացել Բակո Սահակյանից Մերի Դավսյան Արցախի հեռուստաընկերության տնօրեն Մնացածի անունները չեմ ուզում տամ այստեղ ահագին ցուցակ է գնում որովհետև մեծ մի րոպե որովհետև մեծ մասը ամուսնացած են օքեյ, շնորհակալություն, հասկացա։ Էսա մեզ ստեղից ուղեցին, գումարած Լիլիթ Հովանիսյան կար։ Որը ժխշում, էդ էլ է Բակո Սահակյանի կած եղել, էդ սաղյա համերգնի, մամերգնի, բիզնեսնի, ֆորմեկ և այլն ֆինանսավորվել է Բակո Սահակյանը Արցախ պետության հաշվին, անցնանք առաջ։ Ուրեմն հիմա ամենասարսափելիներից հատվածներ Ղարաբաղի ժողովուրդը իրենց թաղամասերի անունները լավ գիտեն, եթե մի բան սխալ եմ ասելու, թող ստեղ ինձ ուղեն։ Բոլոր Վիսոտկեքի բակերը, այսինքն բարձրահարկ շենքերի բակերը, վաճառվել են յուրայիններին, այսինքն Բակո Սահակյանի թիմակիցներին կոպեկներով, շենքերի բակերը, հետո բարձր գներով հետ են գնվել յուրայիններից, այսինքն, հիմա ոնց որ Սիսի Բոզի տղեն, Վեկալի Երևան քաղաքի բակերը ծախի Վահան Ավագյան Ղախպի տղու վրա, Արտագալստյան Բոզի տղու վրա եւ այլն կոպեկներով։ Հետո Երևանի քաղաքապետարանը նորից այդ շենքերի միջի բակերը հետ առնի այդ մարդկանցից։ Օրինակ, փաստերով։ Իր օգնական Արթուր Գրիգորյան, ածականը Ձերժինսկին ծծցնի քեզ։ Բանը ինչ էր Ձերժինսկու հայրարանը, Դավիդովիչ էր, ինչ էր։ Նայրի հանրակացարանների հետևի շենքերի բակերը
եւ համար 1 դպրոցի մոտի բակերը վաճառվել են Արթուր Գրիգորյանին, հետո թանգով հետա գնել Արցախի կառավարությունը։ Կոմիտաս Կարապետյան, ով Բակոյի ախրանիկն էր, միանգամից դառավ նախարար։ 2 հիդրոէլեկտրոկայանների սեփականատեր, 2 գես, պլյուս տեղ ասմոտրը Ղարաբաղի ամբողջությամբ եղել է Կոմիտաս Կարապետյանի սեփականությունը։ Հիմա շարունակությունը լսեք։ Բլոկադայի ժամանակ բոլոր այն մեքենաները Ղարաբաղի, որոնք որ անցել են տեղ ասմոտր, դրանք չեն մուտքագրվել ծրագրի մեջ։ Գումարը վեկալել են, տեղ ասմոտրի քաքը տվել են, ասել են բարի ճանապարհ։ Հիմա Հայաստանը, որ կայնացնում են այդ թուղթը նայում են, տենում են սիստեմի մեջ չկա։ Փողերը Բակոն լափել է, ինչ ուզում է այդտեղնի։ Եվ մուտք չի արել տեղ ասմոտրի, այն որ ասում է ընդհանուր բազա։ Իանք ժողովրդին 1000 անգամ ներողություն սիրելի արցախցիներ, իանք ժողովրդին ծսրել են։ Դաշը պետական գույքը վաճառել են յուրայիներին, ապա վարձակալել է Արցախի կառավարությունը։ Պետ գույքը, պետական շենքերը ծախել են իանց բոզի տղեկին, հետո շենքերը վարձակալել են։ Օրինակ, կադաստրի շենքը, Արցախի Ստեփանակերտի կադաստրի շենքը, իր գարաժներով վաճառվել է Անդրանիկ Խաչատրյանին, Բակոյի ընկերոջ փեսա, 3 միլիոն դրամով, եւ ամիսը 3 միլիոն դրամով վարձակալել է Արցախի կառավարությունը կադաստրի շենքը։ Բացատրում եմ для особо тупых։ Արցախ բանը կադաստրի շենքն է, ծախում ենք մեր աբազին, այն որ բանը կարգին հաղորդում կասում է գնդակ, գոլ, լավա։ Հիմա էսա կադաստրի շենք, ծախում եմ իմ ընկերոջը կոպեկներով 3 միլիոն դրամով եւ այդ շենքը վարձակալում եմ իմ ընկերոջից ամիսը 3 միլիոն դրամով Արցախ հանրապետության հաշվին։ Շարունակում ենք։ Ստեփանակերտի ոստիկանության շենքը գնել են ինչ որ մի հատ բոզի տղա 1 միլիոն դրամով Արայիկ Հարությունյանը եւ Նվեր Բախշյանը, որը ինչ որ հիմնադրամի տնօրենն է, այսպես էլ Արայիկ Հարությունյանը, եւ վարձով տվել պետությանը ոստիկանության շենքը 10 միլիոն դրամով։ Գոլ, լավա, էտա։ Իսկ որոշակի բոզի տղեկ ասում են Արցախի նախագահին հետ բերեք։ Եվս 10 միլիոն դրամով վարձակալել են ներդրումային հիմնադրամի շենքը, նորից Արայիկ Հարությունյանի բանով սեփականությունն է։ Մարդը շենքերը ծախել է կոպեկներով, ու այդ շենքերը վարձակալել է պետբյուջեի հաշվին։ 12 միլիոն դրամով վարձակալել իր քրոջ ամուսնուն պատկանող Յուրա Ղազարյանի շենքը եւ գյուղ նախարարությունը տեղափոխել այդ շենք։ Գյուղ նախարարության շենքը առանձինացախել։ Երևանում Ստրեչի մոստի մոտ մեծ հոթել Արցախ պատկանում է Յուրա Ղազարյանին։ Ստրեչի մոստի մոտ։ Գնացեք Սերի Ղարաբաղցներ, այդտեղ մնացեք, որ մնալու տեղ չունեք։ Ոստիկանության հաշվեկշռում գտնվող Գայի շենքը, պետավտոտերության շենքը, առել են 1 միլիոն դրամով։ Գային տեղափոխել է իր քրոջ Արայիկ Հարությունյանի քրոջ ամուսնու Յուրա Ղազարյանի շենքը, ամսական վճարելով դրա համար պետական բյուջեից 8 միլիոն դրամ։ Դուք հասկանում եք ինչ են արել սրանք։ Բլոկադայի ժամանակ այս երկու շենքերը վաճառում է Յուրան Արցախ հանրապետության վրա մի քանի միլիոն դոլարով։ Համ շենքերը կոպեկներով առել են, կոպեկներով, դրամներով, համ այդ շենքերը վարձակալության են տվել Արցախ հանրապետությանը տարիներ շարունակ։ Դրանից հետո դրամով առած շենքը միլիոնավոր դոլարներով փոխհատուցում են ստացել Ղարաբաղի կառավարությունից, մթոմյանք շենք են կորցրել, այն որ 160 քանի միլիոն էիկի կրգե։ Ստեփանակերտի պաժարնին տեղափոխել են այնտեղ Յուրա Նազարյանի մեկ այլ գործարան
կանդենսատորներին, վարձը 5 միլիոն դրամով, բաժարին նստելա կանդենսատորնի գործարան, իսկ բաժարն ու տարածքը նվիրել գեներալ Օգալովսկուն, սա էլ իր հերթին 2023 թվականին վաճառում է Արցախ հանրապետության վրա 82 միլիոն դրամով, պլուս 2022 թվականին հիմնադրամից Արցախի ստանում է փոխառություն անտոկոս անժամկետ 1 միլիարդ 882 միլիոն դրամ անտոկոս անժամկետ, այսինքն այդ գումարը գնաց կորավ։ Դալշե սարսափելի տեսարաններ։ Ստեփանակերտի ցոր զորամասկար ցոր ցենտրալնի Աբարանիցելնի ռայոն զորամասը եղել է ուշադրություն Արկադի Ղուկասյանի սեփականությունը։ Դրա անալոգը մենք ունեինք Արարատի գնդի զորամասը, որ այս մարդը բացահայտեց, որ Արարատի գունդը գրավադրված է Յունիբանգում Խաչատուրով Բոզի տղու կողմից։ Նույնը Ստեփանակերտի ցորի զորամասը Սախտարացք ազատամարտիկների պողոտայում պատկանում է Արկադի Ղուկասյանին։ Մալատավո ուշադրություն, որ պատկանում է Արկադի Ղուկասյանին, պատկանել ավելի շուտ, Ադրբեջանը վեկալել է։ Այդ տարածքը Արկադի Ղուկասյանը վարձակալության է տվել Արցախի իշխանություններին ամիսը 90 միլիոն դրամով։ Հիմա բացատրեմ լա ասոբը տուպիղ։ Ցորի զորամաս։ Արցախի ցորի զորամաս։ Անվճար ձերքաբերել Արկադի Ղուկասյանը, Ղարաբաղի նախկին նախագահ։ Ձերքաբերել լավ է։ Այդ տարածքը, որտեղ գտնվել է զորամասը, այդ զորամասը իմանձիֆատ խփի։ Պետությունը վարձակալել է Արկադի Ղուկասյանից ամիսը 90 միլիոն դրամով։ Այսինքն պետությունը չաստի համար ամսական պրեզիդենտին տվել է 90 միլիոն դրամ։ Եվ այդ զորամասը հիմա որ կորել է, այսինքն Ղարաբաղը Ադրբեջանը բան վերցել է, սրանից էլ մարդը ստացել է գույքի վնաս, միլիոնավոր դոլարներ Արցախի հանրապետության բյուջեից։ Սա մի մասն է, ես չեմ ուզում ձեզ ավել ծանրաբեռնեմ, մենք այս թեման կշարունակենք երկուշաբթի օրը ևս։ Հիմա ես ձեզ ուզում եմ հարց տամ այն բոզի տղեկին, որոնք որ աղաղակում են, թե մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում։ Վերնախավը պետք է հետ բերել։ Նրանք մեր հայրենակիցներն են, մեր հայերն են եւ այլն։ Ես ուզում եմ հարց տամ այն մարդկանց, ովքեր որ ասում են Վարդան Ղուկասյանը հայոյում է։ Դուք այս կոռուպցիայի, սա 10%-ն էլ չկասկի։ Այս կոռուպցիայի եւ թալանի մակարդակը, որ հիմա նայում եք, լսում եք, եթե մի փոքր, ես այս երկու օրը լուծեմ։ Ամենայն անկեղծությամբ իմ նյարդային համակարգից, այս դեպքերը, որ ես լսա, ես ամեն մի բանը կարդալով, ես նորմալ մարդը վերապրում է թալանի մասշտաբը։ Նորմալ մարդը վերապրում է տրագեդիան։ Ես հիմա այդքան շատ նյութականի վրա չեմ կենտրոնացել։ Ես հիմա կենտրոնացել եմ այդ 5000 մի ամբողջ սերուն ոչնչացնելու վրա, որոնք զոհվեցին հանուն ոչնչի, ոնց որ ասում էր Պորնիկ Աննա Բոլեյնը։ Եվ այդ Աննա Բոլեյնը, որ ասեց հանուն ոչնչի, ինքը գիտեր ինչի ասեց հանուն։ Այս ամենը ինչ ես ասում եմ, սրա մասին դո յեդինի զեկուցված է Նիկոլ Փաշինյանին։ Փաստերով, թուղթ ու թանակներով, այսինքն այն ինչ որ ես կարդացել եմ, ասել են, դեմը դրել են, ասել են, դեմը դրել են։ Բանը բայը, դա նման ասեմ, էլի դեմ ու լրիվ այդ փոխառությունները, այդ պայմանագրերը, այդ ամեն ինչը որ զորամասը վարձակալությանը տված եղել տարիներ շարունակ ամիս 90 միլիոն դրամ, այդ ամեն ինչը դրվել է այս բոզի տղու դեմը։ Բայց քանի որ այս բոզի տղեն
նախքին բոզի տղեկի շարունակությունն է։ Մենք տեսանք Սերժ Սարգսյան արտարացվեց Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն մարդ չի դատվել, մի հատ հանրապետական չի դատվել։ Մի հատ։ Սա ո՞ս կարաբան ասի։ Եվ հիմա այս ամենը ալան թալանը գրփոցին, չրփոցին պետք է փագել, պետք է ծածկել, պետք է ինչ-որ մի ձևով դուրս գալ այս ամեն ինչի տակից, ինչ անենք։ Համ Ղարաբաղը 10 քանի միլիարդ դոլարով պայմանագիր կապին, բանավոր Ալիևի հետ Դուբայում Սերժ Սարգսյան Ալիև ծախեց կես փողն չտվեց Ալիևը եւ շատ լավ արեց, եւ որպեսզի սա հետքերը կորեն, մորեն եւ այլն, այդքան զոհ Արցախն էլ հանձնին, այս բոզի տղեկին էլ Ալիևը տարավ եւ շատ լավ արեց, մենք կանադառնանք հաջորդ հաղորդմանը շարունակությանը, ում հետաքրքիր է մասշտաբները թալանի, եւ հետո ինչ, եւ հետո ոչինչ։ Հիմա ելեք են նստել են ազգային ժողով, այն ասում է բոզ, այն ասում է պոռնեք, այն ասում է պոռնեք, այն ասում է դավաճանը դուք եք։ Արա դուք սաղդ եք բոզի տղա, սաղդ։ Այդ պարլամենտում նստած ՔՊ, դաշնակ, մաշնակ, ձեր բոլորին գնդակը հարել է պետք։ Բոլորին։ Հիմա ես հարց եմ տալիս 5000-ից ավել մարդ է նայում։ Սիրելի աուդիտորիա, դուք գտնում եք, որ Վարդան Ղուկասյանը ուղակի պարտավոր է հետ բերելու մահապատիժը։ Դուք ճիշտ համարում եք Վարդան Ղուկասյանի որոշումը, որ այս բոզի տղության գլխավոր հեղինակներին պետք է գնդակահարել, թե չէ։ Թե գտնում եք, որ ես վատն եմ, ես բան եմ, չգիտեմ, դաժան եմ, SMN եմ, լավ, հասարակ մարդը, որ նայում է այս մասշտաբները, խելագարվում է։ Խելագարվում է։ Եվ Արցախը մենք կորցրեցինք, մենք չկորցրեցինք, Արցախը վաճառվեց, Արցախը թալանվեց, Արցախը կեղեքվեց, մեր երիտասարդ հազարավոր մարդկային ճակատագրեր խեղաթյուրվեցին, հազարավոր մարդիկ դառան հաշվանդամ, հազարավոր մարդիկ գնացին ժամկետից շուտ պարկան հողի տակ, հանուն ինչի, հանուն նրա Ռոբա Սերժա դաշնակա նիկոլական բոզի տղեկի բարեկեցության, որ այսօր եկե նստել են պարլամենտ եւ շարունակում են խաղալ ներկայացում, շարունակում են ցույց տալ, որ իրենք իբր թե մարդ են, չեմ ասում ընդդիմություն, մարդ, ո՞ս կարող է մարդը, ո՞ս կարող է հայերենիք պետություն սիրող մարդը, զինտեխնիկան թողի, զորքին թողի, իա հիդրոէլեկտրոկայանները ծախի Ադրբեջանցում, Թուրքին, թշնամուն, ասում է, в одном месте воюют, в другом месте торгуют։ Եվ սրանից հետո այս մարդիկ ազատ շրջում են Երևանում, հանրապետությունում, իրանց ալան թալանը վայելելով։ Սրանից հետո գտնվում են մարդիկ, ովքեր հլում խոսում են Արցախի դրոշը ոռներին դրած, կամ տեմները, ու ասում են հետ բերեք, մեր հայրենակիցներն այնտեղ են, Ադրբեջանը տարել է, նրանք ընդ ավելի լավ են ապրում, քան դուք ստեղ։ Սիրելի արցախցիներ, երբ որ ես հայոյում եմ Արցախ Ղարաբաղցի բառը, ես հասարակ մարդկանց հետ գործ չունեմ։ Սա ձեր փողերն է, ձեր այն հասարակ ժողովրդի։ Եվ դուք այսօր պիտի գնայիք, մտնեիք, ապրեիք Արկադի Ղուկասյանի տանը, այս Ղարամանյանի տանը, գնայիք դուրը ջարդեիք, մտեք ապրեիք։ Որովհետև այս ամենը թալան է, թալան։ Ես նորից եմ ասում, ինձ սա չի հետաքրքրում այդ քաշը, ինձ հետաքրքիր էր այդ 5000 հոգին։ Եվ այսքանից հետո այդ 5000 հոգու ծնողները ասում են երեխուս կորցրի քեզ կթա, բա ոնց չթքես նման ծնողի քիթու բենի մեջ, բերանի մեջ, ոնց չասես դու բոզի տղա ես։ Եվ այս ամենի հովանավորը այսօր Նիկոլ Փաշինյանն է։ Հակառակ դեպքում պատերազմից 4 տարի անցել է։ Սրանք վաղուց պիտի արդեն բոլորը բերթերում ելնեին, բոլոր այդ հրամանատարներով, այդ ազգային ժողովի յանց դեպուտատներով, այդ նախարարներով, այսինքն ստեղի դեպուտատներ, նախարարները մտում շատ դատվան, ու մնաց թե ընդեղիները դատվեն։ Դե հիմա գնացեք ու մտածեք, ով կարող է այս երկու թևին էլ առանց սեռական խտրականության
ծածցնել բառիս ամենաբուն իմաստով։ Մի մարդ, ընդամենը մի մարդ, ուրիշ ոչ մեկ, Վարդան Ղուկասյան։ Ես կյանքում չէի կարող պատկերացնել, որ մի ամբողջ հայ ազգի ճակատագիր կախված ալելու մի հատ Վարդան Ղուկասյանից։ Մի մարդուց, ով ունի ռեալ մոտեցում, գնդակահարել, դատել, բռնագրավել։ Ու որոշակի մարդիկ, որ ասում են, ո՞նց ես երկիրը ոտի հանելու, սենց, այս միլիոնավոր, միլիարդավոր դոլարները, որոնք որ գնացել են ու հիմա չգիտեն որտեղ արենք են, հետ բերելով շարունակությունը 100 կիլոգրամանոց ոսկիներով եւ ամեն ինչով, եկող հաղորդմանը, եկող երկուշաբթի, это еще цветочки, այն ինչ որ դուք լսեցիք, վատացակ, ներվայնացակ եւ այլն, սրանք ծաղիկներն են, բոզի տղության ծաղիկներն են, պտուղների շարունակությունը հետո, եւ քանի 1000-ից ավել մարդկային ճակատագրեր, ինչ պիտի անի Վարդան Ղուկասյանը, Վարդան Ղուկասյանը համաներում բերդերը դադարգմա, ու այս սրան սաղին լծմա բերդ, 1000-ից ավել պաշտոնյա ու չինովնիկ Ղարաբաղյան, Հայաստանյան, Հանրապետական, ՀՀՇ, ԴՀՇ, դաշնակ, մաշնակ պիտի Հավիտյանս Հավիտենից փդեն, հատուկ պիտի մի բան դառնա ցմաների համար, 1000 հոգի ցմանդե պիտի դանդաղ փդի։ Ես դա ձեզ խոստանում եմ, չանողը բոզի տղայա, այս հատվածը կտրեք պահեք, դե հիմա գնացեք ու հանգիստ քնեք, եթե կարաք, բարի գիշեր։